Լուր գիշեր ընտանիքի տանտիրուհին վերադառնում է առանձնատուն, չկասկածելով, որ դավաճանություններով է շրջապատված։ Ստվերների ու շշուկների մեջ նա բացահայտում է, որ սեփական որդին ու հարսը փորձում են նրան ջնջել իրեն կառուցած պատմությունից։ Բայց անսպասելի բախումը փոխում է խաղը, բացահայտում, թե ով է իրականում կրում տան ուժը։ Տաքսին կանգ առավ Դարբնացո բարձր դարպասի դիմաց, այն, որ Ելենա Վարդանյանը այդքան լավ էր ճանաչում, գաղութային ոճի առանձնատունը Երանի կենտրոն թաղամասում վեր էր խոյանում վիթխարիորեն փողոցային լապտերների մեղմ լույսի ներքո, գրեթե գիշերվա 11-ն էր։ Ելենան չէր տեղեկացրել, որ Գյումրիում կայացած հանդիպումից ավելի շուտ կվերադառնա, հոգնածությունը ծանր էր նստած նրա ուսերին, բայց ինչ-որ բան ներսում պնդում էր, որ նա պետք է այդ գիշեր տանը լինի։ Նա վճարեց վարորդին, քայլեց դեպի կողային դարպասը, այն, որն ուղիղ մուտք էր տալիս դեպի սեփականության հետնամասը։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին կոդը մուտքագրելիս, ոչ թե վախից, այլ անհանգստացնող մի կանխազգացումից, որը նրան ուղեկցում էր հյուրանոց։ Իսկ դուրս գալուց ի վեր, ներդրողների հետ հանդիպումն ավարտվել էր սպասվածից շուտ, մեկ այլ գիշեր դրսում մնալու փոխարեն, ինչ-որ բան նրան հետ էր քաշել, այգին չափազանց լուռ էր, անգամ ծղրիդների երգը չկար, որը սովորաբար օրորում էր նրա անքուն գիշերները Ռոբերտի հեռանալուց հետո։ Նրա ամուսինը հեռացել էր 8 ամիս առաջ, տարված հանկարծակի հիվանդությամբ, որը դեռ ցավում էր որպես բաց վերք։ Նրանք միասին կառուցել էին Վարդանյան ինկորպորացիաները, փոքր շինարարական բիզնեսը վերածելով նահանգի ամենամեծ անշարժ գույքի խմբերից մեկի, բայց հիմա Ռոբերտը այլևս այնտեղ չէր։ Ելենան զգում էր, որ ընտանիքում ինչ-որ բան այդ ժամանակից ի վեր խախտվել էր։ Նա անցավ կողային այգով, խուսափելով գլխավոր մուտքից, չգիտեր ինչու, բայց նրա բնազդները գաղտնիություն էին պահանջում։ Հենց այդ ժամանակ նա տեսավ տիկին Լուսինեին, տնային տնտեսուհուն, որն ավելի քան 20 տարի աշխատում էր տանը, որը շտապ դուրս եկավ խոհանոցի դռնից, մոխրագույն մազերով կինը լայն բացեց աչքերը, տեսնելով Ելենային, Լուսինեն մատը շրթունքներին դրեց, հուսահատ լռության նշանով վազեց դեպի Ելենան, անսովոր ուժով բռնելով նրա թից։ Տիկին Ելենա, փառք Աստծո, որ վերադարձաք, շշնջաց Լուսինեն, նրա ձայնը դողում էր շտապողականությունից։ Դուք չեք կարող աղմուկ բարձրացնել, արագ եկեք ինձ հետ։ Ելենայի սիրտը սկսեց արագ բաբախել։ Ինչ է կատարվում, Լուսինե, սխալ բան կա, խնդրում եմ, վստահեք ինձ, եկեք։ Տնային տնտեսուհին նրան առաջնորդեց հետնամասի մուտքով, մութ խոհանոցով անցնելով, միայն հեռվից միջանցքի լույսը անհանգստացնող ստվերներ էր գցում պատերին։ Ելենան զգում էր լարվածությունը։ Օդում, ասես տունն ինքը շունչ էր պահում։ Լուսինեն նրան առաջնորդեց կողային միջանցքով, այն, որը տանում էր առանձնատան վարչական թև, որտեղ գտնվում էր այն գրասենյակը, որը Ռոբերտը տարիներ շարունակ օգտագործել էր, մինչ նրանք լուռ քայլում էին։ Ելենան նկատեց մանրամասներ, որոնք նախկինում աննկատ կանցնեին։ Գրասենյակի դուռը կիսաբաց էր, դռան ճեղքից դեղնավուն լույս էր դուրս գալիս, ներսից խուլ ձայներ էին լսվում, ձայներ, որոնք նա անմիջապես ճանաչեց, նրա որդին, Մարտինը, նրա հարսը, Պատրիցիան։ Նրանք ձեզ այսօր չէին սպասում, շշնջաց Լուսինեն, կանգ առնելով մինչ դռանը հասնելը։ Ես բաներ լսեցի, տիկին Ելենա, բաներ, որոնք ինձ վախեցրին։ Ելենան ցուրտ զգաց իր ողնաշարի վրայով։ Ինչ տեսակի բաներ։ Լուսինեն շեղեց հայացքը։ Ասես բառերը չափազանց ծանր էին դուրս գալու համար։ Նրանք ձեր մասին են խոսում, ընկերության մասին, թղթերի մասին, որոնք պետք է ստորագրվեն։ Ելենան ակնթարթով փակեց աչքերը, չէր ուզում հավատալ, բայց ինչ-որ բան ներսում արդեն կասկածում էր։ Վերջին շաբաթներին Մարտինն ավելի հեռու էր դարձել, ավելի խուսափողական, իսկ Պատրիցիան, նրա հարսը, միշտ այդքան օգնական ուշադիր, սկսել էր տարօրինակ հարցեր տալ լիազորագրերի, վարչական լիազորությունների, Ելենայի հոգեկան առողջության մասին։ Մայրապետը լուռ քայլերով մոտեցավ դռանը, Լուսինեն հենց նրա հետից։ Ճեղքից նա կարող էր տեսնել Պատրիցիային նստած կաշվե բազկաթոռին, որը Ռոբերտինն էր, ուղիղ վստահ կեցվածքով, որը հակադրվում էր Մարտինի երկմտանքին, որը քայլում էր սեղանի դիմաց այս ու այն կողմ։ Դու պետք է հասկանաս, Մարտին, որ սա ընտանիքի բարօրության համար է։ Սում էր Պատրիցիան, նրա ձայնը հանգիստ էր ու հաշվարկված, քո մայրը լավ չէ, բոլորը կարող են տեսնել, նա լավ չի քնում, շփոթում է ամսաթվերը, մոռանում է հանդիպումները, դոկտոր Թավրոսյանն արդեն ասել է, որ նրան հանգիստ է պետք, մասնագիտացված խնամք։ Ելենան բռունցքները սեղմեց, դոկտոր Թավրոսյանը ընտանիքի բժիշկն էր, մի մարդ, որին նա ճանաչում էր տարիներ շարունակ, արդյոք նա իսկապես դա ասել էր, բայց մորս կլինիկա տեղավորել, Պատրիցիա սա չափազանց ծայրահեղ չի թվում։ Մարտինի ձայնում կասկած կար, մի երկմտանք, որը Ելենան վաղուց չէր լսել։ Պատրիցիան վեր կացավ, քայլեց դեպի Մարտին, ձեռքերը դնելով նրա ուսերին մի ժեստով, որը թվում էր քնքուշ, բայց որը Ելենան ճանաչեց որպես մանիպուլյատիվ։ Դու միակ որդին ես,
քո հոր բիզնեսի բնական ժառանգը, Մարինեն Փարիզում է, զբաղված իր սեփական կյանքով, ով է հոգալու ընկերության մասին, ով է պաշտպանելու այն ժառանգությունը, որը կառուցել է քո հայրը, Մարտինը խոնարհեց գլուխը, ես գիտեմ։ Պարզապես նա իմ մայրն է, և հենց դրա համար էլ դու պետք է պաշտպանես նրան, պաշտպան։ Ես նրան իրենից, նա խեղդվում է պատասխանատվությունների մեջ, որոնք այլս չի կարող տանել, բաժնետերերը անհանգստացած են, Մարտին, եթե նա շարունակի սխալ որոշումներ կայացնել, մենք ամեն ինչ կկորցնենք, Ելենան զգաց, թե ինչպես է բարկությունը եռում իր ներսում, բայց անշարժ մնաց, սխալ որոշումներ, նա հենց նոր էր կնքել ընկերության պատմության մեջ ամենամեծ պայմանագրերից մեկը, նա բանակցել էր միջազգային ներդրողների հետ, վերակառուցել բաժինները, պահպանել Վարդանյան ինկորպորացիաների գործունեությունը նույնիսկ կոտրված սրտով Պատրիցիան վերադարձավ սեղանի հետ բացեց կաշվե պանակը, ներսից մի քանի փաստաթուղթ հանեց դրեց փայլուն մակերեսին, վաղը դու կգնաս գրասենյակ կներկայացնես այս թղթերը նրան ստորագրելու համար, սրանք լիազորությունների ժամանակավոր փոխանցումներ են, պարզապես կառավարումը հեշտացնելու համար, մինչ նա հանգստանում է, հետո դոկտոր Թավրոսյանի եզրակացությամբ մենք կկատարենք հոսպիտալացումը, 3 ամիս լավ կլինիկայում, սթրեսից հեռու, նա կվերադառնա թարմացած, իսկ եթե նա հրաժարվի ստորագրել Պատրիցիան ժպտ մի սառը ժպիտ, որը Ելենան երբեք չէր տեսել, նա չի հրաժարվի, դու նրա որդին ես, Մարտին, նա վստահում է քեզ, Ելենան զգաց, որ ոտքերը թուլանում են, Լուսինեն բռնեց նրա թից, հենարան լինելով, մայրապետը նայեց տնային տնտեսուհուն, կնոջ աչքերում տեսավ տխրություն հավատարմություն, Լուսինեն գիտեր, հավանաբար օրեր շարունակ լսել էր նման զրույցներ, Ելենան հեռացավ դռնից, իր հետ քաշելով Լուսինեին, նրանք լուռ վերադարձան խոհանոց, որտեղ լուսնի լույսը մտավ մեծ պատուհանից, որը նայում էր դեպի ձմեռային այգի։ Ելենան նստեց սեղանի աթոռներից մեկին, փորձելով մարսել այն ամենը, ինչ հենց նոր էր լսել, որքան ժամանակ է սա կատարվում, Լուսինե, տնային տնտեսուհին հառաչեց նստելով նրա կողքին, մի քանի շաբաթ է, տիկին Ելենա, սկզբում կարծում էի, որ պարզապես բիզնեսի մասին զրույցներ են, բայց հետո սկսեցի լսել բաներ կլինիկաների, բժիշկների, ձեր հիվանդ լինելու մասին, ես փորձել էի ձեզ հետ խոսել նախկինում, բայց տիկին Պատրիցիան միշտ մոտ էր, Ելենան ձեռքերը տարավ դեմքին, Պատրիցիա, կինը, որին Մարտինը 5 տարի առաջ բերել էր։ Նորավարտ կառավարիչ, ամբիցիոզ վճռական, Ռոբերտը երբեք լիովին չէր վստահել նրան, բայց Ելենան հնարավորություն էր ուզել տալ, ի վերջո Մարտինը երջանիկ էր թվում, բայց հիմա նա հասկանում էր, Պատրիցիան այդ ընտանիք չէր մտել սիրուց։ Նա մտել էր հնարավորությունից, և Ռոբերտի մահը բացել էր մի բաց, որը նա մտադիր է շահագործել, ես զանգահարեցի տիկին Մարինեին, տիկին Ելենա, ասաց Լուսինեն մեղմորեն, ես ամեն ինչ պատմեցի նրան, նա վերադառնում է Փարիզից, պետք է վաղը առավոտյան հասնի։ Ելենան անհսկիչ թեթություն զգաց, Մարինեն, նրա ավագ դուստրը, միշտ եղել էր երկու եղբայրներից ամենախորաթափանցը, հաջողակ ճարտարապետ, նա աշխատում էր Փարիզի մի մեծ գրասենյակում, բայց երբեք չէր կտրել կապերը ընտանիքի հետ, եթե կար մեկը, ում Ելենան կարող էր վստահել այդ պահին, դա Մարինեն էր, դու լավ արեցիր, Լուսինե, շնորհակալություն ինձ խնամելու համար, դուք միշտ հոգացել եք մեր բոլորիս մասին, դա նվազագույնն էր, ինչ կարող էի անել, Ելենան վեր կացավ, զգալով, որ վճռականությունը փոխարինում է սկզբնական ցնցմանը։ Նա թույլ կին չէր։ Ազով չէր, նա ամուսնու կողքին կառուցել էր մի կայսրություն, դիմակայել էր տնտեսական ճգնաժամերին, բանակցել էր տղամարդկանց հետ, որոնք նրան թերագնահատում էին կին լինելու համար, նա չէր ընկնի ամբիցիոզ հարսի անապահով որդու պատճառով, ես կգնամ իմ սենյակ, Լուսինե, ոչ ոքի մի ասա, որ ես այստեղ եմ, թող նրանք հավատան, որ ես կվերադառնամ միայն վաղը կեսօրին, իսկ ինչ եք անելու, Ելենան նայեց պատուհանից դուրս դեպի լուռ առանձնատունը, որը պահում էր այդքան հիշողություններ, ես կդիտեմ, ես կսպասեմ։ Եվ ես կբացահայտեմ, թե որքան հեռու է գնում այս դավաճանությունը, նա բարձրացավ հետնամասի աստիճաններով, այն, որոնք ուղիղ տանում էին դեպի երկրորդ հարկի միջանցք, նրա սենյակը տան մյուս թում էր գրասենյակից հեռու, նա լուռ մտավ, փակելով դուռը իր հետից։ Միջավայրը հենց այնպես էր, ինչպես նա թողել էր առավոտյան, անկողինը հավաքված, ծանր վարագույրները փակ, Ռոբերտի լուսանկարը մահճակալի մոտի սեղանին, Ելենան մոտեցավ լուսանկարին, նրբորեն վերցրեց այն, Ռոբերտը ժպտում էր այդ պատկերում, որը արվել էր տարիներ առաջ Դիլիջան Կատ Առած ճանապարհորդության ժամանակ նա արահարված էր, հանգիստ, երջանիկ, այնքան տարբեր իր կյանքի վերջին ամիսներից, երբ հիվանդությունը սպառել էր նրա ուժերը, ինչ կանեիր, սեր իմ, շնչաց նա լուսանկարին, ինչպես կվարվեիր սրա հետ։ Բայց նա գիտեր պատասխանը, Ռոբերտը անմիջապես կդիմավորեր Մարտինին, այն ամրությամբ, որը բնորոշ էր նրան, բայց Ելենան Ռոբերտը չէր, նա ավելի ռազմավարական էր, ավելի համբերատար, նա պետք է լիովին հասկանար պլանը, նախքան գործելը։
Նա հագուստը փոխեց պառկեց անկողնում, բայց քունը չեկավ։ Նրա միտքը կատաղիորեն աշխատում էր, վերանայելով զրույցները, վերլուծելով վարքագիծը, կապելով կետեր, որոնք նախկինում անջատ էին թվում, Պատրիցիայի հարցերը իր առողջության մասին, Մարտինի անհանգիստ հայացքները, հանդիպումները, որոնց նա չէր հրավիրվել։ Այժմ ամեն ինչ իմաստ ուներ, զգուշորեն մշակված պլան նրան հեռացնելու, ընկերության վերահսկողությունը ստանձնելու, նրան իր իսկ պատմությունից ջնջելու համար, որը նա օգնել էր կառուցել, բայց Ելենա Վարդանյանը այդքան հեշտությամբ չէր ջնջվի, նա կսպասեր, կդիտեր, երբ ճիշտ պահը գար, բոլորին կցույց տար, որ ընտանիքի մայրապետը դեռ շատ կենդանի է վերահսկում է իրավիճակը, դրսում Երանի գիշերը շարունակում էր իր ընթացքը, քաղաքի լույսերը հեռվից թարթում էին, առանձնատան ինչ-որ տեղում նրա որդին ու հարսը շարունակում էին պլանավորել մի ապագա, որը չէր ներառում Ելենային, բայց նրանք չգիտեին, որ նա այնտեղ էր, լսում էր, դիտում էր, պատրաստվում էր, ճակատամարտը հենց նոր էր սկսվել, արածակը դանդաղ եկավ կենտրոն։ Ելենան քնել էր ոչ ավելի, քան 2 ժամ, բայց արթնացավ մտքով զգոն։ Երկար լոգանք ընդունեց, թույլ տալով տաք ջրին թեթացնել մկաններում կուտակված լարվածությունը, զգուշորեն հագնվեց, ընտրելով էլեգանտ, բայց զուսպ հագուստ, մուգ կապույտ բլեյզեր սպիտակ մետաքսե բլուզի վրայից, նա պետք է անթերի լիներ, նա պետք է ցույց տար, որ իր մեջ ոչ մի թույլ կամ շփոթված բան չկար, նա իջավ նախաճաշելու ժամը 8-ին, ինչպես միշտ անում էր, Լուսինեն արդեն խոհանոցում էր, պատրաստելով թարմ սուրճ մրգեր, որոնք Ելենան սիրում էր, տնային տնտեսուհին լայն բացեց աչքերը, տեսնելով նրան, բայց արագ ինքն իրեն հավաքեց, բարի լույս, տիկին Ելենա, չգիտեի, որ դուք հասել եք, Ելենան թեթակի ժպտաց, 3 ուշ եմ հասել, չէի ուզում ոչ ոքի արթնացնել, դուք սուրճը կուզեք պատշգամբում, թե… Ճաշասենյակում, խնդրում եմ, Ելենան շարժվեց դեպի լայն սենյակը, որը նայում էր դեպի այգի, ամուր փայտից պատրաստված սեղանը, բավականաչափ մեծ 12 հոգու համար, դրված էր միայն մեկի համար, նա նստեց գլխին, այն տեղը, որը զբաղեցրել էր Ռոբերտի հեռանալուց ի վեր, Լուսինեն բերեց սուրճը, տաք պանրային հացը, կտրատված մրգերը, մինչ ուտում էր, Ելենան պլանավորում էր իր հաջորդ քայլերը, նա չէր կարող պարզապես առերեսվել Մարտինի Պատրիցիայի հետ այն, ինչ լսել էր։ Նրանք կմերժեին, կասեին, որ նա սխալ է։ Հասկացել, որ շփոթված է, հենց դա էին ուզում ապացուցել, չէ, որ նա կորցնում էր իր պարզամտությունը, հենց այդ ժամանակ նա լսեց աստիճաններից եկող քայլեր, Մարտինը հայտնվեց սենյակի դռան մոտ, զարմացած տեսնելով նրան այնտեղ, մայրիկ, դուք արդեն վերադարձե՞լ եք, կարծում էի, որ միայն կեսօրին կհասնեք, Ելենան մի կում սուրճ խմեց, նախ քան պատասխանելը, ձայնը հանգիստ պահելով, հանդիպումն ավարտվեց ավելի շուտ, չտեսա անհրաժեշտությունս մեկ գիշեր դրսում մնալու, Մարտինը մտավ սենյակ, բայց չնստեց, նրա կեցվածքում լարվածություն կար, մի անհանգստություն, որը Ելենան ճանաչում էր նրա մանկուց, նրա որդին երբեք լավ չէր թաքցնում իր նյարդայնությունը, ինչպես անցավ հանդիպումը, ներդրողներին դուր եկավ առաջարկը, դուր եկավ, նախնական պայմանագիրը ստորագրեցինք, 20 միլիոն կներդնեն հարավային թաղամասի նոր ձեռնարկությունում, Մարտինը ստիպողաբար ժպտաց, դա հիանալի է, մայրիկ, շնորհավորում եմ, շնորհակալություն, որտեղ է Պատրիցիան, դեռ քնած է, երեկ նա երկար օր ուներ, հանդիպումներ մատակարարների հետ, Ելենան գլխով արեց, նրբորեն կտրելով պապայայի մի կտոր, հասկանում եմ, իսկ դու, Մարտին… Ինչպես են գործերը գրասենյակում, որդին վերջապես նստեց, բայց սեղանի մյուս ծայրին հեռավորություն պահպանելով, լավ, ամեն ինչ լավ է, դժվար է եղել ավելի շատ պարտականություններ ստանձնելը, բայց ես հաղթահարում եմ, դու գիտես, որ կարող ես ինձ վրա հույս դնել։ Չէ, ես կարող եմ օգնել այն ամենում, ինչ քեզ հարկավոր է, Մարտինը շեղեց հայացքը, ես գիտեմ, մայրիկ, պարզապես… Դու արդեն այդքան շատ ես անում, ես չէի ուզում քեզ ծանրաբեռնել, Ելենան դանակը դրեց ուղիղ նայեց որդուն, Մարտին, ես այս ընկերությունը ստեղծել եմ քո հոր հետ միասին, նույնիսկ սկի մեջ, նույնիսկ այն ամենի հետ, ինչի միջով անցել եմ, ես դեռ լիովին ունակ եմ կառավարելու մեր բիզնեսը, ոչ ոք հակառակը չի ասում, մայրիկ, չէ, որովհետև երբեմն ես տպավորություն եմ ստանում, որ դուք կարծում եք, թե ինձ պետք է խնայել կամ պաշտպանել, Մարտինը տեսանելիորեն անհարմար զգաց, բնական է, որ մենք անհանգստանում ենք, դուք շատ բաների միջով եք անցել, հայրիկի կորուստը դժվար էր բոլորի համար, բայց հատկապես ձեզ համար, դժվար էր, այո, բայց ես թույլ չեմ, Մարտին, ես կոտրված չեմ, հաջորդած լռությունը ծանր էր, Մարտինը նյարդայնորեն շարժում էր անձեռոցիկը, խուսափելով մոր հայացքից, Ելենան նկատում էր նրա ներքին պայքարը, այն բանի մեջ եղած հակամարտությունը, ինչ նա պլանավորում էր անել, այն բանի մեջ, ինչ նա գիտեր, որ ճիշտ էր, հենց այդ ժամանակ Պատրիցիան հայտնվեց դռան մոտ, արդեն հագնված, անթերի դիմահարդարմամբ, քաղաքավարի։
ժպիտով դեմքին, Ելենա, ինչ լավ անակնկալ է, մենք ձեզ այդքան շուտ չէինք սպասում, մայրապետը ուշադիր դիտեց հարսին, Պատրիցիան կրում էր նեղս զգեստ բարձրակրունկներ, մուգ շագանակագույն մազերը հավաքված էին էլեգանտ հանգույցով։ Միշտ այդքան հաշվարկված կատարյալ, բարի լույս, Պատրիցիա, հանդիպումները արդյունավետ էին, ինչ հրաշալի է, Պատրիցիան իրեն սուրճ լցրեց նստեց Մարտինի կողքին, ձեռքը դնելով նրա ձեռքին, սեփականատիրական ժեստով, մենք իսկապես անհանգստանում էինք ձեզ համար, մենակ ճանապարհորդելիս, ես 30 տարի է, որ մենակ եմ ճանապարհորդում աշխատանքի համար, Պատրիցիա, այո, բայց ամեն ինչ այլ էր, երբ Ռոբերտը այստեղ էր, հիմա դուք պետք է ամեն ինչով մենակ զբաղվեք, դա հոգնեցուցիչ պետք է լինի, Ելենան ճանաչեց մարտավարությունը։ Պատրիցիան սերմ էր ցանում, հողը պատրաստելով, դժվար է, այո, բայց ոչ մի բան, որը ես չեմ կարող կառավարել, իհարկե, Պատրիցիան ժպտաց, բայց ժպիտը չհասավ աչքերին, իդեպ, Ելենա։ Մարտինը ես երեկ խոսում էինք որոշ պարտականությունների վերաբաշխման մասին, գիտեք, ձեր երը թեթացնելու համար, ինչ տեսակի վերաբաշխում, Մարտինը անհարմար շարժվեց աթոռին, բայց Պատրիցիան շարունակեց իր քաղցր ձայնով, դե, ես Մարտինը կարող էինք ավելի շատ օպերացիոն որոշումներ ստանձնել։ Դուք կմնայիք կենտրոնացած ավելի մեծ ռազմավարությունների, երկարաժամկետ տեսլականների վրա, դա ձեզ համար ավելի քիչ հոգնեցուցիչ կլիներ, Ելենան վերցրեց իր սուրճի բաժակը, մի կում խմելով, մինչ մարսում էր բառերը, հասկանում եմ, եւ ինչպե՞ս հենց դա կաշխատեր, մենք պետք է ձակերպենք որոշ լիազորագրեր, վարչական լիազորությունների փոխանցումներ, ոչինչ մշտական, պարզապես առօրյան հեշտացնելու համար, ահա այն պլանը ներկայացվում էր ցերեկվա լույսի ներքո փաթաթված անհանգստության արդյունավետության մեջ, ես կմտածեմ այդ մասին, հանգիստ ասաց Ելենան։ Դա կարևոր որոշում է, ես պետք է գնահատեմ բոլոր հետանքները, նա տեսավ, թե ինչպես հիասթափությունը արագ անցավ Պատրիցիայի դեմքից, բայց հարսը շուտով ինքն իրեն հավաքեց, իհարկե, առանց շտապելու, պարզապես մենք կարծում ենք, որ որքան շուտ կազմակերպենք դա, այնքան լավ ընկերո։ Ության համար, հասկանում եմ ձեր անհանգստությունները, բայց Վարդանյան ինկորպորացիաները հիանալիորեն գործում է իմ ղեկավարությամբ, անցյալ եռամսյակի թվերն դա ապացուցում են, Պատրիցիան պատրաստվում էր պատասխանել, բայց Ելենայի հեռախոսը զանգահարեց։ Դա մի համար էր, որը նա անմիջապես ճանաչեց, Մարինեն, ներեցեք, պետք է պատասխանեմ, Ելենան վեր կացավ գնաց գրասենյակ, փակելով դուռը իր հետից, նա պատասխանեց զանգին, դստեր ձայնը լսվեց մյուս կողմից, մայրիկ, հենց նոր իջա ինքնաթիռից։ Տաքսիով տուն եմ գալիս։ Մարինե, իմ դուստր, ինչ լավ է քո ձայնը լսելը, Լուսինեն ամեն ինչ պատմեց ինձ, մայրիկ, ես չեմ կարող հավատալ, որ Մարտինը դա անում է, եւ այդ իշ Պատրիցիան, Ելենան նստեց այն աթոռին, որը Ռոբերտինն էր, հանգիստ, Մարինե։ Մենք պետք է խելացի լինենք այս հարցում, խելացի մայրիկ, նրանք փորձում են քեզ հեռացնել քո իսկ ընկերությունից, ուզում են քեզ հոսպիտալացնել, ես գիտեմ, երեք գիշեր ամեն ինչ լսեցի, եւ ինչ ենք անելու, Ելենան նայեց պատուհանից դուրս դեպի այգին, որտեղ նա սովորաբար քայլում էր Բերտի հետ կիրակի առավոտյան, մենք կսպասենք, մենք կդիտենք, եւ երբ ունենանք բոլոր անհրաժեշտ ապացույցները, մենք կգործենք, ինչ տեսակի ապացույցներ, ես պետք է պարզեմ, թե ով է ներգրավված սրանում, դոկտոր Թավրոսյանն իսկապես կեղծ եզրակացություն տվե՞։ Ընկերության փաստաբանները գիտեն, կան այլ մարդիկ, որոնց մանիպուլյացիայի են ենթարկում, Մարինեն հառաչեց, լավ, բայց ես ուզում եմ այնտեղ լինել, երբ դու առերեսվես այդ երկուսի հետ, դու կլինես, բայց Մարինե, երբ այստեղ հասնես, ծածրու, որ ոչինչ չգիտես։ Սովորականի պես վարվիր, ասա, որ եկել ես այցելելու, որ կարոտել էիր, հասկանալի է, կհասնեմ կես ժամից, Ելենան անջատեց հեռախոսը մի քանի րոպե լուռ մնաց գրասենյակում, նրա աչքերը շրջեցին պատերով, շրջանակված լուսանկարներով, մրցանակներով, սերտիֆիկատներով, նա Ռոբերտը սկսել էին գրեթե ոչնչից, նա քաղաքացիական ինժեներ էր, նա կառավարիչ, նրանք փոքր վարկ էին վերցրել, կառուցել առաջին շենքը, վերաներդրել շահույթը, տարեցտարի նրանք աճել էին, նրանք դիմակայել էին ճգնաժամերին, հաղթահարել էին մարտահրավերներ, պահպանել էին անարատությունը նույնիսկ այն ժամանակ, երբ անազնիվ ճանապարհներ էին առաջարկվում, եւ հիմա ուզում էին խլել նրանից այս ամենը, օգտագործել նրա ցավը, սուգը, խոցելիությունը նրա դեմ, ոչ, քանի դեռ նա ուժ ուներ պայքարելու։ Ելենան վերադարձավ ճաշասենյակ, Մարտինը, Պատրիցիան դեռ այնտեղ էին, ցածր ձայնով խոսելով, նրանք կանգ առան, հենց որ տեսան նրան, Մարինեն գալիս է, հայտարարեց Ելենան, նա Փարիզում էր, որոշեց անակնկալ այցելել, նա տեսավ հայացքը, որը Մարտինը, Պատրիցիան փոխանակեցին։ Անհանգստություն, միգուցե վախ, Մարինեն, հիմա Պատրիցիան փորձեց պահպանել անկաշկանդ տոնը, բայց լարվածությունը ակնհայտ էր, այո, նա ասաց, որ կարոտել է, ամիսներ շարունակ ընտանիքին չի տեսել, Մարտինը վեր կացավ, լավ է տեսնել քրոջս։
Իրոք երկար ժամանակ է անցել, Պատրիցիան նույնպես վեր կացավ, բայց նրա ժպիտը ստիպողական էր, ես Լուսինեին կխնդրեմ նրա սենյակը պատրաստել, պետք չէ, նա կարող է մնալ այն սենյակում, որը միշտ օգտագործում է, այն արդեն հավաքված է։ Երկու կանայք մի պահ նայեցին միմյանց, Ելենան։ Տեսն։ Ում էր քաղաքավարության դիմակի այն կողմը, նա տեսնում էր հաշվարկողին, մանիպուլյատորին, կնոջը, որը այդ ընտանիք մտել էր պլանով, բայց Պատրիցիան դեռ չգիտեր, թե ում հետ էր գործ ունենում, եւ դա Ելենայի առավելությունն էր։ Կես ժամ անց Մարինեի տաքսին կանգնեց առանձնատան դիմաց, Ելենան անձամբ բացեց դուռը, մայր ու դուստր ամուր գրկեցին միմյանց, Մարինեն ուներ Ռոբերտի կանաչ աչքերը Ելենայի վճռականությունը, բարձրահասակ, մուգ մազերը հավաքված ժամանակակից երկար բոբով, նա վստահություն էր ճառագում, մայրիկ։ Շշնջաց Մարինեն գրկախառնվելիս, մենք սա կլուծենք իմ դուստր, միասին, նրանք մտան տուն, ձեռք ձեռքի տված, պատրաստ այն պայքարին, որը հենց նոր էր սկսվում, Մարինեն առանձնատուն մտավ այն մարդու հեշտությամբ, ով ճանաչում էր այդ տան յուրաքանչյուր անկյունը։ Նա ճամպրուկը թողեց մուտքի սրահում, գրկեց Մարտինին, ով աստիճաններով իջել էր, լսելով նրա ժամանումը։ Եղբայրը պատասխանեց գրկախառնությանը, բայց Մարինեն զգաց լարվածությունը նրա ուսերին։ Մարինե, ինչ անակնկալ է։ Մարտինը փորձեց անկեղծորեն երջանի կթվալ, բայց նրա ձայնը ստիպողական էր հնչում։ Ձեզ շատ էի կարոտել։ Փարիզը հիանալի է, բայց տուն չէ։ Պատրիցիան հայտնվեց աստիճանների վերում, դանդաղ իջնելով իր հաշվարկված ժպիտով։ Մարինե, սիրելիս։ Ինչ ուրախություն է քեզ այստեղ տեսնելը։ Մարինեն պատասխանեց ողջույնին քաղաքավարի գլխով։ Պատրիցիա։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, միշտ զբաղված Մարտինին ընտանեկան բիզնեսի հարցերում օգնելով։ Երկու կանայք հայացքներով չափեցին միմյանց։ Մարինեն երբեք լիովին չէր վստահել Պատրիցիային։ Սկզբից ի վեր, ինչ-որ բան այդ կնոջ մեջ նրան արհեստական էր թվացել, կարծես միշտ դեր էր խաղում։ Եվ հիմա, իմանալով այն, ինչ գիտեր, Պատրիցիայի յուրաքանչյուր ժեստ նոր իմաստ էր ստանում։ Ելենան ուշադիր դիտում էր տեսարանը։ Նա պետք է, որ Մարինեն բնականորեն վարվեր, որ չբացահայտեր իր հանկարծակի վերադարձի իրական պատճառը։ Ես ճաշ եմ պատրաստում, հայտարարեց Ելենան։ Բոլորս միասին կուտենք, ինչպես հին ժամանակներում։ Ինչ հրաշալի միտք է, ասաց Պատրիցիան, թե նրա ժպիտը չհասավ աչքերին։ Կարող եմ օգնել խոհանոցում։ Պետք չէ։ Լուսինեն արդեն ամեն ինչով զբաղվում է։ Ժամերը մինչ ճաշը անցան լարված։ Մարինեն բարձրացավ սենյակ, բայց նախ անցավ գրասենյակով, որտեղ Ելենան սպասում էր նրան։ Նրանք փակեցին դուռը, ցածր ձայնով խոսեցին։ Մայրիկ, ես բերել եմ իմ նոութբուքը։ Կարող ենք ստուգել ընկերության բանկային շարժերը, տեսնել, թե կա արդյոք կասկածելի բան։ Ելենան գլխով արեց։ Լավ միտք է։ Բայց մենք պետք է զուսպ լինենք։ Չենք կարող կասկածներ առաջացնել։ Մարինեն բացեց համակարգիչը, մուտք գործեց Վարդանյան ինկորպորացիաների համակարգեր։ Նա մուտքի թույլտվություն ուներ այն ժամանակվանից, երբ աշխատում էր ընկերությունում, մինչ Փարիզ տեղափոխվելը։ Նրա աչքերը արագ շրջեցին էկրաններով, վերլուծելով փոխանցումները, վճարումները, պայմանագրերը։ Մայրիկ, տես սա։ Մարինեն մատնացույց արեց մի շարք գործարքներ։ Վերջին 2 ամսում 3 վճարում է եղել դեպի մի հոգեբուժական կլինիկա, որը կոչվում է Խաղաղություն։ Յուրաքանչյուրը 10,000 դրամ։ Ելենան մոտեցավ, կարդալով տեղեկատվությունը էկրանին։ Ես երբեք չեմ թույլատրել այդ վճարումները։ Դրանք կատարվում է։ Երկրորդական հաշվի միջոցով, որին Մարտինը մուտք ունի։ Մարինեն շարունակեց հետաքննել։ Եվ ավելին կա։ Կա 15,000 դրամի վճարում դոկտոր Թավրոսյանին, նշված որպես բժշկական խորհրդատվություն։ Ամսաթիվը 3 շաբաթ առաջ է։ Ելենայի ստամոքսը շրջվեց։ Ուրեմն դա ճիշտ էր։ Նրանք իսկապես կեղծ բժշկական եզրակացություն էին պատրաստում։ Մեզ ավելի շատ ապացույցներ են պետք, ասաց Ելենան, նրա ձայնը ամուր էր, չնայած զգացած բարկությանը։ Մարինե, կարող ես էլեկտրոնային նամակներ վերականգնել։ Զրույցներ, որոնք նշում են այդ վճարումները։ Կարող եմ փորձել։ Ինձ մի փոքր ժամանակ կպահանջվի։ Մենք ժամանակ ունենք մինչ ճաշը։ Հետո կշարունակենք։ Երկուսը լուռ աշխատեցին հաջորդ րոպեներին։
Մարինեն հմուտ էր տեխնոլոգիաների հետ, հեշտությամբ նավարկելով համակարգերում։ Նա գտավ թաքնված բանակ Մարտինի էլեկտրոնային փոստի հաշվի մեջ։ Ներսում կար նամակագրություն նրա Պատրիցիայի միջ։ «Մայրիկ, դուք պետք է կարդաք սա»։ Ելենան թեքվեց նոութբուքի վրա։ Առաջին էլեկտրոնային նամակը Պատրիցիայից էր Մարտինին, թվագրված 1 ամիս առաջ։ «Մա. Ռտին, մենք պետք է արագացնենք գործընթացը»։ Ելենան շատ արագ է ապաքինվում սկից։ Եթե շատ սպասենք, նա լիովին կվերականգնի վերահսկողությունը, մենք կկորցնենք մեր հնարավորությունը։ Դոկտոր Թավրոսյանն արդեն համաձայնել է կազմել եզրակացությունը։ Նրանց 15,000 է պետք։ Ես արդեն գտել եմ կատարյալ կլինիկան։ 3 ամիս այնտեղ, նա լիովին կվարկաբեկվի բաժնետերերի առջ։ Ելենան զգաց, որ ձեռքերը դողում են։ Այդ բառերի դաժանությունը, պլանի սառնությունը, ամեն ինչ գրված այնքան անկաշկանդ, կարծես արձակուրդային ուղղորություն էին կազմակերպում։ «Շարունակեք կարդալ, մայրիկ»։ Մարտինի պատասխանը եկավ 2 օր անց։ «Պատրիցիա, ես չգիտեմ, թե արդյոք կարող եմ դա անել։ Նա իմ մայրն է։ Միգուցե կարող ենք ավելի սպասել, խոսել նրա հետ թոշակի անցնելու մասին»։ Պատրիցիայի պատասխանը անմիջական էր հաշվարկված։ «Մարտին, սերիմ, դու պետք է ուժեղ լինես։ Քո մայրը հիվանդ է, նույնիսկ եթե նա չի ճանաչում դա։ Իսկ Մարինեն։ Նա աշխարհի մյուս ծայրում է։ Երբ նա հասկանա, թե ինչ է կատարվել, արդեն ուշ կլինի։ Դու օրինական ժառանգն ես։ Քո հայրը կցանկանար, որ դու ստանձնեիր։ Ելենան խանգարում է քո ճակատագրին։ Մտածիր մեր ընտանիքի, մեր ապագայի մասին։ Մտածիր մեր երեխաների մասին, որոնք դեռ կունենանք։ Նրանք արժանի են հաջողակ հոր, ոչ թե հավերժական երկրորդ տեղի։ Մարինեն նայեց մորը, տեսնելով ցավը նրա աչքերում։ Նա մանիպուլյացիայի է ենթարկում նրան, մայրիկ։ Օգտագործում է նրա անապահովությունները ձեր դեմ։ Ելենան խորը շունչ քաշեց, վերահսկելով հույզերը։ Մարտինը միշտ անապահով է եղել։ Միշտ կարծել է, որ Ռոբերտը ինձ է նախընտրում։ Որ ես քեզ եմ նախընտրում։ Որովհետ ես քրտնաջան եմ աշխատել։ Որովհետ ես ջանքեր եմ գործադրել։ Մարտինը միշտ ուզել է արդյունքները, առանց ջանքերի։ Այդքան պարզ չէ, Մարինե։ Նա հոր կողմից ճնշման տակ է եղել, դա ճիշտ է։ Ռոբերտը պահանջկոտ էր։ Բայց դա չի արդարացնում սա։ Մարինեն մատնացույց արեց էկրանը։ Նա պլանավորում է ձեզ ամիսներով հոգեբուժական կլինիկա տեղավորել։ Ձեզ հեռացնել այն ընկերությունից, որը դուք կառուցել եք։ Ելենան ձեռքը դրեց դստեր ուսին։ Ես գիտեմ, սիրելիս։ Բայց նա դեռ իմ որդին է։ Եվ նրա մի մասը դեռ պայք արում է դրա դեմ։ Դուք տեսաք երկմտանքը հաղորդագրություններում։ Երկմտանքը բավարար չէ, մայրիկ։ Նա պետք է ճիշտ գործի, ոչ թե պարզապես մտածի ճիշտ գործելու մասին։ Եվ նա կանի։ Մենք կստիպենք նրան տեսնել ճշմարտությունը։ Մարինեն տպեց զրույցները, պատճենները թաքցնելով մի պանակում, որը դրեց իր պայուսակում։ Նրանք մաքրեցին մուտքի պատմությունը, առանձին դուրս եկան գրասենյակից, կասկածներ չառաջացնելու համար։ Ճաշը մատուցվեց ճաշասենյակում ժամը 2-ին։ Լուսինեն պատրաստել էր ֆեժուադա, Ռոբերտի սիրելի ուտեստը։ Ելենան նստեց սեղանի գլխին, Մարինեն նրա աջ կողմում, Մարտինը ձախ կողմում։ Պատրիցիան նստեց Մարտինի կողքին, շատ մոտ նրան, միշտ դիպչելով նրա թին, նրա ուսին, ամրապնդելով իր ներկայությունը։ Ուրեմն, Մարինե, սկսեց Պատրիցիան իրեն ուտելիք լցնելիս, որքան ժամանակ եք մնալու։ Դեռ չեմ որոշել։ Միգուցե մի քանի շաբաթ։ Ես արձակուրդում եմ։ Ինչ հրաշալի է։ Ժամանակ կունենաք ծանոթանալու այն փոփոխություններին, որոնք մենք արել ենք ընկերությունում։ Փոփոխություններ։ Մարինեն ծածրեց հետաքրքրություն։ Արտինը անհարմար շարժվեց, բայց Պատրիցիան շարունակեց։ Այո, մենք վերակազմավորում ենք որոշ բաժիններ, օպտիմալացնում գործընթացները։ Մարտինը հիանալի է եղել դրանում։ Ելենան մի կում ջուր խմեց, ձայնը հանգիստ պահելով։ Փոփոխություններ, որոնք ես չեմ թույլատրել, կարծում եմ։ Պատրիցիան քաղցր ժպտաց։ Դրանք փոքր օպերացիոն փոփոխություններ են, Ելենա։
Մենք չէինք ուզում ձեզ անհանգստացնել բյուրոկրատական մանրամասներով։ Վարդանյան ինկորպորացիաներն իմ ընկերությունն է։ Չկա չափազանց փոքր մանրամասն իմ ուշադրության համար։ Հաջորդած լռությունը լարված էր։ Մարտինը նայում էր իր ափսեին, Պատրիցիան պահպանում էր իր ստիպողական ժպիտը, Մարինեն ուշադիր դիտում էր ամեն ինչ։ Հենց Ելենան խախտեց լռությունը։ Ի դեպ, Մարտին, ես պետք է ձեզ հետ խոսեմ ընկերության հաշիվներում նկատած որոշ վճարումների մասին։ Վճարումներ դեպի կլինիկա դոկտոր Թավրոսյանին։ Կարող եք ինձ բացատրել։ Նա տեսավ, թե ինչպես խուճապն անցավ որդու դեմքից։ Մարտինը բացեց բերանը, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Պատրիցիան արագ միջամտեց։ Ահ, այո, այդ վճարումները։ Դրանք մասնագիտական առողջության խորհրդատվությունների համար են։ Մենք առողջության ծրագիր ենք ներդնում աշխատակիցների համար։ Հետաքրքիր է։ Եվ ինչու՞։ Դոկտոր Թավրոսյանը, մեր անձնական բժիշկը, պետք է ներգրավված լիներ դրանում։ Նա հիանալի խորհրդատու է։ Փորձ ունի։ Ելենան առաջ թեքվեց, աչքերը հառած Պատրիցիային։ Եվ խաղաղություն կլինիկան։ Ինչ տեսակի խորհրդատվություն կառաջարկեր մասնավոր հոգեբուժական կլինիկան մասնագիտական առողջության համար։ Պատրիցիայի դեմքը մի փոքր գույն կորցրեց, բայց նա արագ վերականգնվեց։ Հոգեկան առողջությունը բարեկեցության մի մասն է, Ելենա։ Աշխատակիցներին նույնպես հոգեբանական աջակցություն է պետք։ Հասկանում եմ։ Ուրեմն դուք դեմ չեք լինի, եթե ես զանգահարեմ կլինիկա հարցնեմ ծրագրի մասին։ Պատրիցիան արագ հայացք փոխանակեց Մարտինի հետ։ Իհարկե ոչ։ Հիանալի է։ Ես դա կանեմ վաղը։ Մարինեն դիտում էր բանավոր փոխանակումը, կարծես թենիսի խաղ լիներ։ Նրա մայրը հիանալի էր, ճնշում էր գործադրում, առանց ուղղակիորեն առերեսվելու, ստիպելով Պատրիցիային բացահայտվել։ Մայրիկ, միջամտեց մ։ Արտինը վերջապես, նրա ձայնը թույլ էր, միգուցե մենք պետք է այդ մասին առանձին խոսենք։ Ինչու՞։ Մենք բոլորս ընտանիք ենք այստեղ, չէ՞։ Մեր միջ գաղտնիքներ չկան։ Մարտինը խոնարհեց հայացքը։ Պարզապես։ Դա բարդ է։ Ելենան վեր կացավ աթոռից, քայլելով այնտեղ, որտեղ նստած էր որդին։ Ձեռքը դրեց նրա ուսին, զգալով, թե ինչպես է նա թեթակի դողում։ Մարտին, նայիր ինձ։ Նա բարձրացրեց աչքերը, Ելենան այնտեղ տեսավ այն անապահով տղային, որը նա միշտ եղել էր։ Այն տղային, ով փորձում էր հաճոյանալ հորը, ով մրցակցում էր քրոջ հետ, ով երբեք իրեն բավարար չէր զգում։ Դու իմ որդին ես։ Ես սիրում եմ քեզ։ Միշտ սիրել եմ։ Բայց եթե կա մի բան, որ պետք է ինձ ասես, հիմա է պահը։ Մի ակնթարթ, Ելենան կարծեց, թե նա կխոստովանի։ Նա տեսավ ներքին պայքարը, որն արտացոլված էր նրա աչքերում, պայքարը ճիշտի հարմարի միջ։ Բայց հետո Պատրիցիան ձեռքը դրեց նրա ձեռքին սեղանին, սեղմելով այն։ Մարտին, դու լավ չես զգում քեզ։ Պատրիցիան մեղմորեն խոսեց, բայց բավականաչափ բարձր, որ բոլորը լսեն։ Կարծում եմ, դու պետք է մի փոքր հանգստանաս։ Եվ այսպես, պահն անցավ։ Մարտինը գլխով արեց, վեր կենալով սեղանից։ Կներեք, մայրիկ։ Կարծում եմ, ես իսկապես հոգնած եմ։ Ելենան դիտեց, թե ինչպես նա դուրս եկավ սենյակից, Պատրիցիան հենց նրա հետից։ Երբ նրանք մենակ մնացին, Մարինեն պայթեց։ Մայրիկ, ինչպես եք կարողանում ինքներդ ձեզ վերահսկել։ Ես ուզում էի գոռալ նրանց վրա։ Համբերությունը հզոր զենք է, Մարինե։ Պատրիցիան գիտի, որ մենք կասկածում ենք։ Եվ Մարտինը սկսում է կոտրվել։ Տեսաք, թե ինչպես նա գրեթե խոստովանեց։ Բայց նա չխոստովանեց։ Նա կանգնեցրեց նրան։ Առայժմ։ Բայց մենք կավելացնենք ճնշումը։ Վաղը, մենք միասին կգնանք գրասենյակ։ Մենք կխոսենք բաժնետերերի, փաստաբանների հետ։ Մենք ցույց կտանք, որ ես լիովին ունակ եմ։ Եվ մենք կպարզենք, թե ով ես ներգրավված սրանում։ Մարինեն ժպտաց առաջին անգամ, ժամանելուց ի վեր։ Հիմա դուք իմ լեզվով եք խոսում։ Երկուսը ճաշը վերջացրին լուռ, պլանավորելով հաջորդ քայլերը։ Դրսում ամպերը սկսեցին կուտակվել, անձր հայտարարելով։ Մրրիկը մոտենում էր, ինչպես երկնքում, այնպես էլ այդ ընտանիքի ներսում։
Հաջորդ առավոտը երանում անձրոտ էր։ Ելենան արթնացավ շուտ, ինչպես միշտ, բայց այս անգամ նորոգված նպատակով։ Նա պաշտոնապես հագնվեց, անթերի մոխրագույն կոստյում, միջին բարձրության կրունկներով կոշիկներ, մազերը հավաքված էլեգան հանգույցով։ Մարինեն իջավ դրանից անմիջապես հետո, նույնպես հագնված, պատրաստ մորը գրասենյակ ուղեկցելու։ Լուսինեն արագ սուրճ մատուցեց։ Տիկին Ելենա, ձեզ վարորդ պետք է։ Ոչ, Լուսինե։ Ես կվարեմ։ Ուզում եմ առանց նախազգուշացման հասնել։ Մինչ նրանք սուրճ էին խմում, Պատրիցիան հայտնվեց խոհանոցում, դեռս խալաթով։ Նրա աչքերը նեղացան, տեսնելով երկուսին պաշտոնապես հագնված։ Ո՞ւր եք գնում։ Գրասենյակ, հանգիստ պատասխանեց Ելենան։ Ես հանդիպումներ ունեմ նշանակված։ Ինչ տարօրինակ է։ Մարտինը այսօր ոչ մի հանդիպում չի նշել։ Որովհետև դա Մարտինի հետ չէ։ Դրանք իմ հանդիպումներն են, իմ բաժնետերերի, իմ փաստաբանների հետ։ Պատրիցիան ստիպողաբար ժպտաց։ Հասկանում եմ։ Մարտինը դեռ քնած է։ Նա դժվար գիշեր է ունեցել, լավ չի քնել։ Ցավում եմ դա լսելու համար։ Երկու կանայք երկար պահ նայեցին միմյանց։ Պատրիցիան առաջինը խախտեց տեսողական կապը, վերադառնալով սենյակ։ Ելենան Մարինեն վերջացրին, սուրճը դուրս եկան։ Մեքենայում, մինչ Ելենան վարում էր անձրից թրջված հյուսիսային պողոտայով, Մարինեն կազմակերպում էր այն փաստաթղթերը, որոնք նրանք տպել էին։ Ամեն ինչ այստեղ է, մայրիկ։ Էլեկտրոնային նամակներ, բանկային փոխանցումներ, ամսաթվեր։ Ամեն ինչ փաստաթղթավորված։ Հիանալի է։ Նախ կխոսենք դոկտոր Մեհրաբյանի, մեր գլխավոր փաստաբանի հետ։ Հետո մեծամասնական բաժնետերերի հետ։ Վարդանյան ինկորպորացիաների գրասենյակը զբաղեցնում էր ժամանակակից շենքի 3 հարկերը հյուսիսային պողոտայում։ Ելենան մտավ ընդունելության սրահից, անմիջապես տարբեր բան զգաց։ Ընդունարանի աշխատակիցները զարմանքով ողջունեցին նրան։ Տիկին Ելենա, մենք չգիտեինք, որ դուք այսօր կգաք։ Երբվանից է ինձ պետք տեղեկացնել, որ գալիս եմ իմ սեփական գրասենյակ։ Աղջիկը կարմրեց։ Ներեցեք, պարզապես պարոն Մարտինն ասաց, որ դուք արձակուրդում եք լինելու այս շաբաթ։ Ելենան հայացք փոխանակեց Մարինեի հետ։ Հասկանում եմ։ Որտեղ է դոկտոր Մեհրաբյանը։ Իր գրասենյակում, կարծում եմ։ Ուզում եք, որ զանգահարեմ տեղեկացնելու։ Պետք չէ։ Ես կբարձրանամ։ Նրանք վերելակով բարձրացան 12-րդ հարկ, որտեղ գտնվում էին տնօրինության սենյակները։ Միջանցքով անցնելիս աշխա։ Տակիցները կանգ էին առնում, ողջունելու նրանց, տեսանելիորեն զարմացած։ Ելենան նկատում էր շշուկները, հայացքները։ Դոկտոր Մեհրաբյանի գրասենյակում քարտուղարուհին փորձեց կանգնեցնել նրանց, բայց Ելենան պարզապես բացեց դուռը։ Փաստաբանը, 60 տարեկան ոսկե շրջանակով ակնոցներով մի տղամարդ, վախեցած վեր կացավ։ Ելենա, ես չէի սպասում, այսինքն ինչ հաճելի անակնկալ է։ Մենք պետք է խոսենք, դոկտոր Մեհրաբյան։ Հիմա։ Իհարկե, իհարկե։ Նստեք, խնդրում եմ։ Մարինեն փակեց դուռը, մինչ Ելենան նստում էր աթոռին, փաստաբանի սեղանի դիմաց։ Դոկտոր Մեհրաբյան, որքան ժամանակ է, ինչ միասին ենք աշխատում։ Ավելի քան 20 տարի, Ելենա։ 23, ճիշտ ասած։ Եվ այդ ընթացքում ես միշտ լիովին վստահել եմ ձեզ։ Եվ ես միշտ պատվել եմ այդ վստահությունը։ Ելենան առաջ թեքվեց։ Ուրեմն բացատրեք ինձ, թե ինչու են փաստաթղթեր պատրաստվում իմ վարչական լիազորությունները առանց իմ հավանության որդուս փոխանցելու համար։ Դոկտոր Մեհրաբյանի դեմքը գունատվեց։ Ես։ Ելենա, ես կարող եմ բացատրել։ Խնդրում եմ, բացատրեք։ Փաստաբանը խորը հառաչեց, հանելով ակնոցները, ոսպնյակները մաքրելու համար, ակնհայտորեն ժամանակ շահելով։ Մարտինը ինձ մոտ եկավ 3 շաբաթ առաջ։ Նա բերեց դոկտոր Թավրոսյանի բժշկական եզրակացությունը, որը հուշում էր, որ դուք ՍԿ-ի հետ կապված ճանաչողական խնդիրներ ունեք։ Ասաց, որ դա ընկերության բարօրության համար է, որ ձեզ հանգիստ է պետք։ Եվ դուք հավատացիք։ Դոկտոր Մեհրաբյանը երկմտեց։ Ես անհանգստացա։ Ելենա, մենք բոլորս տեսանք, թե ինչպես եք տառապում Ռոբերտի կորստից։ Բնական է, որ
Պատասխանեք իմ հարցին։ Դուք հավատացիք, որ ես ի վիճակի չեմ կառավարելու իմ սեփական ընկերությունը։ Փաստաբանը շեղեց հայացքը։ Կարծում էի, որ դա ժամանակավոր խնդիր է, որ մի քանի ամիս հանգիստը օգտակար կլինի։ Մարինեն միջամտեց, նրա ձայնը կոշտ էր։ Ուրեմն դուք պատրաստել եք փաստաթղթերը առանց մորս հետ խորհրդակցելու, առանց եզրակացության ճշմարտացիությունը ստուգելու։ Մարտինը փոխնախագահն է։ Նա լիազորություն ունի։ Նա իմ մոր վրա լիազորություն չունի։ Մարինեն ձեռքով խփեց սեղանին։ Եվ դուք դա գիտեք։ Ելենան ձեռքը դրեց դստերթին, հանգստացնելով նրան։ Դոկտոր Մեհրաբյան, ես ձեզ վաղուց եմ ճանաչում։ Գիտեմ, որ դուք լավ մարդ եք։ Բայց ես պետք է իմանամ, ձեզ խաբում են, թե՞ դուք հանցակից եք։ Փաստաբանը վերջապես նայեց նրա աչքերին։ Ես երդվում եմ, Ելենա, կարծում էի, որ ճիշտ եմ անում։ Պատրիցիան նույնպես եկավ ինձ հետ խոսելու։ Նա շատ համոզիչ էր, ասաց, որ դուք շփոթության դրվագներ եք ունենում, որ մոռանում եք հանդիպումները, որ սխալ որոշումներ եք կայացնում։ Եվ դուք դա ստուգել եք որևէ մեկի հետ։ Մյուս տնօրենների հետ։ Բաժնետերերի հետ։ Ոչ։ Ես վստահեցի նրանց խոսքին։ Դա ձեր սխալն էր։ Ելենան պայուսակից հանեց այն փաստաթղթերը, որոնք Մարինեն պատրաստել էր։ Տեսեք սա։ Բանկային փոխանցումներ դեպի հոգեբուժական կլինիկա։ Վճարումներ դոկտոր Թավրոսյանին։ Ամեն ինչ կազմակերպված իմ թիկունքի հետում։ Դոկտոր Մեհրաբյանը կարդաց փաստաթղթերը, նրա արտահայտությունը շփոթությունից սարսափի վերածվեց։ Աստված իմ։ Նրանք իսկապես պլանավորում էին ինձ հոսպիտալացնել, ավարտեց Ելենան։ Օգտագործել կեղծ բժշկական եզրակացություն, ինձ անգործունակ հայտարարելու համար։ Ընկերության վերահսկողությունը ստանձնելու համար։ Եվ դուք, դոկտոր Մեհրաբյան, պատրաստում էիք դրա իրավական հիմքը։ Փաստաբանը կարծես 10 տարով ծերացավ այդ պահին։ Ելենա, ես շատ եմ ցավում։ Ես չգիտեի։ Ես երբեք չէի։ Բայց կանեիք։ Դուք պատրաստեցիք փաստաթղթերը։ Դուք վստահեցիք մանիպուլյացիայի ենթարկված որդու ամբիցիոզ հարսի խոսքին, առանց փաստերը ստուգելու։ Ինչ կարող եմ անել սա շտկելու համար։ Ելենան վեր կացավ։ Նախ, ոչնչացրեք բոլոր փաստաթղթերը, որոնք պատրաստել եք։ Երկրորդ, պատրաստեք պաշտոնական հայտարարություն, նշելով, որ ես լիովին մտավոր վարչական կարողություններ ունեմ։ Երրորդ, ասեք ինձ, թե ով է գիտի այդ մասին։ Դոկտոր Մեհրաբյանը թուղթ վերցրեց, սկսեց գրել։ Դոկտոր Սարգսյանը, ֆինանսական բաժնից։ Նա թույլատրել է փոխանցումները։ Եվ դոկտոր Ղազարյանը, մարդկային ռեսուրսներից։ Նա արդարացումներ էր պատրաստում ձեր բացակայության համար։ Մարինեն ամեն ինչ գրում էր։ Եվ ուրիշ մեկը։ Ոչ, որքան ինձ հայտնի է։ Պատրիցիան շատ զգույշ էր շրջանակը փոքր պահելու հարցում։ Ելենան գլխով արեց։ Շնորհակալություն ազնվության համար, դոկտոր Մեհրաբյան։ Գիտեմ, որ դժվար էր։ Ես իսկապես շատ եմ ցավում, Ելենա։ Երկուսը դուրս եկան գրասենյակից, շարժվեցին դեպի ֆինանսական բաժին։ Դոկտոր Սարգսյանը, 50-ամյա նիհար տղամարդ։ Հեռախոսով էր խոսում, երբ նրանք մտան։ Տեսնելով Ելենային, նա տեսանելիորեն գունատվեց։ Պետք է հետ զանգեմ, շտապ ասաց նա, անջատելով հեռախոսը։ Դոկտոր Սարգսյան, սկսեց Ելենան, նստեք։ Տղամարդը հնազանդվեց, նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Անմիջապես անցնենք գործի։ Ինչու՞։ Եք թույլատրել ընկերության բանկային փոխանցումները, առանց իմ հավանության։ Դրանք հաստատվել են Մարտինի կողմից։ Նա փոխնախագահի լիազորություններ ունի։ Գործառնական որոշումների համար, ոչ թե հոգեբուժական կլինիկաներին անձնական բժիշկներին վճարումների համար։ Դուք դա գիտեք։ Դոկտոր Սարգսյանը կուլ տվեց։ Պատրիցիան ինձ ասաց, որ դրանք կորպորատիվ առողջության ծրագրերի համար են։ Եվ դուք չհարցրիք։ Չստուգեցիք։ Նա շատ համոզիչ էր։ Եվ ես վստահեցի նրան։ Մարինեն ձեռքերը ծալեց։ Կամ ձեզ գնել էին։ Տղամարդը լայն բացեց աչքերը։ Ոչ,
Ես երբեք։ Մարինեն մեկ այլ փաստաթուղթ շպրտեց սեղանին։ Տեսեք սա։ 50,000 դրամի փոխանցում ձեր անձնական հաշվին կլինիկային վճարումները հաստատելուց 2 օր հետո։ Դոկտոր Սարգսյանը նայեց թղթին, հետո Ելենային, հետո Մարինեին։ Նրա բերանը բացվեց ու փակվեց, ինչպես ջրից դուրս եկած ձուկը։ Պատրիցիան ասաց, որ դա բոնուս էր կատարողականության համար, կարողացավ ասել վերջապես։ Բոնուս, որը չի անցել ՄՌԻ միջոցով, որը չի հայտարարվել։ Ելենան գլխով արեց։ Դոկտոր Սարգսյան, ձեզ օգտագործում են։ Եվ ավելին, ձեզ շրջանակի մեջ են դնում։ Ինչ եք ուզում ասել։ Ելենան նստեց, նրա ձայնը դարձավ ավելի մեղմ։ Պատրիցիան խելացի է։ Նա հետքեր է թողել, որոնք տանում են դեպի ձեզ։ Եթե այս պլանը հաջողվեր, դուք կլինեիք քավության նոխազը։ Դուք կմեղադրվեիք միջոցների յուրացման մեջ, ոչ թե նա։ Տղամարդը գունատվեց։ Բայց ես ոչինչ չեմ յուրացրել։ Ես պարզապես հետել եմ հրահանգներին, որոնք ոչ մի տեղ փաստաթղթավորված չեն, բացի ձեր թույլատրած փոխանցումներից։ Տեսնում եք, թե ինչպես է աշխատում։ Դոկտոր Սարգսյանը ձեռքերը դրեց գլխին։ Ինչ անեմ հիմա։ Դուք ինձ լիարժեք մուտք կտաք վերջին 3 ամսվա բոլոր ֆինանսական գործարքներին։ Ցանկացած հաղորդակցություն, որ ունեցել եք Պատրիցիայի կամ Մարտինի հետ վճարումների վերաբերյալ։ Եվ դուք կդադարեք հետել ցանկացած մարդու հրամաններին, բացի ինձանից։ Պարզ է։ Ամենապարզ, տիկին Ելենա։ Հիանալի է։ Սկսեք հիմա։ Հաջորդ ժամերը լարված էին։ Ելենան Մարինեն վերանայեցին յուրաքանչյուր գործարք, յուրաքանչյուր էլեկտրոնային նամակ, յուրաքանչյուր փաստաթուղթ։ Պատկերն ավելի պարզ էր դառնում յուրաքանչյուր րոպեի հետ։ Պատրիցիան մանրակրկիտ էր եղել փոքր դավաճանությունների ցանց կառուցելու հարցում, ներգրավելով ռազմավարական մարդկանց, օգտագործելով մանիպուլյացիայի կաշառքի խառնուրդ։ Մոտավորապես կեսօրից հետո Ելենան հավաքեց հիմնական բաժնետերերին կոնֆերանս դահլիճում։ 7 հոգի, բոլորը երկարամյա ներդրողներ, որոնք սկզբից ի վեր ներդրումներ էին կատարել Վարդանյան ինկորպորացիաներում։ Շնորհակալություն այսքան կարճ ժամանակում գալու համար, սկսեց Ելենան։ Գիտեմ, որ բոլոր լուրեր եք լսել իմ առողջության, այս ընկերու թյունը ղեկավարելու իմ կարողության մասին։ Սեղանի շուրջ անհարմար շշուկներ եղան։ Ես այսօր այստեղ եմ, շատ պարզ բան ասելու համար։ Ես հիվանդ չեմ։ Ես շփոթված չեմ։ Ես անգործունակ չեմ։ Ինչ կատարվում է, դա համակարգված փորձ է, ինձ հեռացնելու այն ընկերության ղեկավարությունից, որը ես կառուցել եմ։ Նա ներկայացրեց փաստաթղթերը, էլեկտրոնային նամակները, փոխանցումները։ Մանրամասնորեն ցույց տվեց պլանը, բացահայտելով հանելուկի յուրաքանչյուր կտորը, որը Պատրիցիան Մարտինը հավաքել էին։ Երբ նա ավարտեց, սենյակում բացարձակ լռություն էր։ Առաջինը խոսեց դոկտոր Անդրեասյանը, ամենահին բաժնետերը։ Ելենա, մենք բոլորս անչափ հարգում ենք ձեզ։ Բայց մենք պետք է հարցնենք, ինչու՞։ Մարտինը դա կաներ։ Նա ձեր որդին է։ Ելենան հառաչեց, զգալով հարցի ծանրությունը։ Որովհետև նրան մանիպուլյացիայի էին ենթարկել։ Որովհետև նրա անապահովությունները շահագործվել էին։ Որովհետև նա հավատում է իրականության մի աղավաղված տարբերակի, որը Պատրիցիան կառուցել էր նրա համար։ Եվ ինչ եք պատրաստվում անել։ Ես պատրաստվում եմ մաքրել իմ ընկերությունը այս դավադրությունից։ Ես պատրաստվում եմ շարունակել ղեկավարել, մինչ ես որոշեմ թոշակի անցնել, ոչ թե երբ ինչ-որ մեկը որոշի ինձ համար։ Եվ ես պատրաստվում եմ որդուս վերջին հնարավորությունը տալ ճիշտ ընտրություն կատարելու։ Դուք ունեք մեր լիարժեք աջակցությունը, ասաց դոկտոր Քրիստինեն, մի ներդրող, ով Ելենային ճանաչում էր ընկերության առաջին տարիներից։ Մենք միշտ գիտեինք, որ դուք ուժեղ ղեկավար եք։ Սա պարզապես ավելի է ապացուցում։ Մյուս բաժնետերերը համաձայնեցին մեկ առ մեկ։ Ելենան անհսկիչ թեթություն զգաց, բայց գիտեր, որ ամենադժվար մարտը դեռ առջում էր։ Թվերին առերեսվելը հեշտ էր։ Որդուն առերեսվելը կործանարար կլիներ։ Երբ նրանք դուրս եկան գրասենյակից, արդեն գիշեր էր։ Անձրն անցել էր, քաղաքը մաքուր փայլուն թողնելով լույսերի տակ։ Մեքենայում Մարինեն նայեց մորը։ Պատրաստ եք վերջնական առերեսմանը։
Ելենան նայեց պատուհանից դուրս, դեպի այն քաղաքը, որը նա սիրում էր, այն քաղաքը, որտեղ նա կառուցել էր իր կյանքը։ Պատրաստ եմ։ Բայց Մարինե, երբ տուն հասնենք, թող, որ ես ղեկավարեմ զրույցը։ Ես պետք է, որ Արտինն ինքն իրեն հասկանա, թե ինչ է արել։ Իսկ եթե նա չհասկանա, ապա ես ստիպված կլինեմ դժվար որոշումներ կայացնել։ Բայց ես նրան հնարավորություն կտամ ընտրել ճիշտ ճանապարհը։ Նրանք լուր վարեցին դեպի կենտրոնի առանձնատուն, պատրաստվելով այն գիշերվան, որը ընդմիշտ կփոխեր այդ ընտանիքի ճակատագիրը։ Երբ Ելենան Մարինեն հասան առանձնատուն, լույսերը վառված էին գրեթե բոլոր սենյակներում։ Վատ նախանշան։ Լուսինեն դռան մոտ դիմավորեց նրանց, տեսանելիորեն նյարդայնացած։ Տիկին Ելենա, նրանք ձեզ սպասում են գրասենյակում։ 1 ժամ առաջ մի տղամարդ է եկել։ Փաստաբան է, կարծում եմ։ Ելենան հայացք փոխանակեց Մարինեի հետ։ Ուրեմն Պատրիցիան արագացնում էր պլանը։ Նրանք հասկացել էին, որ Ելենան ամեն ինչ բացահայտել է, հուսահատ քայլ էին փորձում։ Շնորհակալություն, Լուսինե։ Կարող եք հեռանալ։ Եվ մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի։ Տնային տնտեսուհին գլխով արեց, բայց նրա աչքերը կասկած էին ցույց տալիս։ Ելենան Մարինեն գնացին գրասենյակ։ Դուռը բացելիս նրանք գտան Մարտինին նստած սեղանի հետում, Պատրիցիային նրա կողքին, ծանոթ տղամարդու կոստյումով փաստաբանի նստած նրանց դիմաց, փաստաթղթերի պանակով։ Մայրիկ, սկսեց Մարտինը, վեր կենալով, մենք պետք է խոսենք։ Իրոք, պետք է։ Ելենան մտավ, Մարինեն հենց նրա հետից։ Ո՞վ է այս պարոնը։ Տղամարդը վեր կացավ, ձեռքը մեկնելով։ Դոկտոր Ֆաբիո Նազարյան, փաստաբան, մասնագիտացած ընտանեկան ժառանգության իրավունքի մեջ։ Ելենան ձեռքը չսեղմեց։ Ես չեմ հիշում, որ ձեր ծառայությունները վարձել եմ, դոկտոր Նազարյան։ Չեք վարձել։ Ես վարձվել եմ պարոն Մարտին Վարդանյանի կողմից։ Հասկանում եմ։ Ելենան քայլեց դեպի կաշվե աթոռը, նույնը, որտեղ սովորաբար նստում էր Ռոբերտը։ Պատրիցիա, վեր կացեք։ Սա ձեր աթոռը չէ։ Պատրիցիան նայեց նրան, մարտահրավեր նետելով։ Կարծում եմ, մենք պետք է հանգիստ մնանք, պրոֆեսիոնալ լինենք այս հարցում, Ելենա։ Ես ասացի, որ վեր կենաք։ Լռության լարված պահ եղավ։ Ի վերջո, Պատրիցիան վեր կացավ, բայց չհեռացավ Մարտինից։ Ելենան նստեց աթոռին, ստանձնելով մայրապետի իր դիրքը։ Շատ լավ։ Հիմա բացատրեք ինձ, թե ինչ է կատարվում այստեղ։ Դոկտոր Նազարյանը բացեց իր նակը։ Տիկին Վարդանյան, ես վարձվել եմ հեշտացնելու վարչական անցումը Վարդանյան ինկորպորացիաներում։ Հասկանում եմ, որ մտահոգություններ կան ձեր կարողության վերաբերյալը։ Կանգ առեք հենց այդտեղ։ Ելենան ձեռքը բարձրացրեց։ Նախքան այս շարադրանքը շարունակելը, ես պետք է, որ դուք իմանաք որոշ բաներ։ Այսօր ես գրասենյակում էի։ Խոսեցի դոկտոր Մեհրաբյանի, դոկտոր Սարգսյանի, բոլոր բաժնետերերի հետ։ Այժմ բոլորը գիտեն ինձ անգործունակ հայտարարելու, ինձ կլինիկա տեղավորելու ընկերության վերահսկողությունը ստանձնելու պլանի մասին։ Պատրիցիայի դեմքը գույն կորցրեց։ Ինչ։ Դուք իրավունք չունեիք։ Իրավունք չունեի։ Ելենան վեր կացավ, նրա ձայնը բարձրանալով առաջին անգամ։ Սա իմ ընկերությունն է, իմ տունը, իմ կյանքը, եւ դուք կարծում եք, որ ես իրավունք չունեի պաշտպանելու այս ամենը։ Մարտինը մի քայլ առաջ արեց։ Մայրիկ, խնդրում եմ, թողեք, որ ես բացատրեմ։ Ուրեմն բացատրեք։ Բացատրեք, թե ինչպես կարող էիք պլանավորել ձեր սեփական մորը հոսպիտալացնել կեղծ բժշկական եզրակացության հիման վրա։ Բացատրեք, թե ինչպես եք թույլատրել անօրինական վճարումներ։ Բացատրեք, թե ինչպես եք դավադրություն կազմակերպել, ինձ հեռացնելու այն ընկերությունից, որը ես կառուցել եմ ձեր սեփական ձեռքերով, ձեր հոր ձեռքերով։ Մարտինը կարծես երեխա լիներ, որին նկատողություն էին անում։ Ես կարծում էի, որ ճիշտ եմ անում։ Պատրիցիան ասաց, որ դուք տառապում եք, որ լավ չեք։ Եվ դուք հավատացիք նրան, ինձ հետ խոսելու փոխարեն։ Ինձ ուղղակիորեն հարցնելու փոխարեն։ Նա ինձ ապացույցներ ցույց տվեց։ Հանդիպումներ, որոնք դուք մոռացել եք, որոշումներ, որոնք շփոթված էին թվում։ Ելենան շրջվեց դեպի Մարինեն։ Մարինե, տվեք ինձ փաստաթղթերը։
Մարինեն մորը բանակ հանձնեց։ Ելենան բացեց այն սեղանին, թղթերը տարածելով։ Սրանք այն հանդիպումներն են, որոնք ես իբր մոռացել եմ։ Բոլորը չեղյալ հայտարարված Պատրիցիայի կողմից, օգտագործելով իմ քարտուղարուհուն։ Սրանք այն շփոթված որոշումներն են։ Բոլորը փոփոխվել են այն բանից հետո, երբ ես դրանք հաստատել եմ ձեր ստորագրությամբ, Մարտին, փոխելով պայմանները։ Մարտինը դողացող ձեռքերով վերցրեց թղթերը, կարդալով դրանք։ Նրա դեմքը գնալով ավելի ու ավելի գունատվում էր։ Պատրիցիա, դու ասացիր, որ ես արեցի այն, ինչ պետք էր անել։ Պատրիցիան վերջապես պայթեց։ Դու թույլ ես, Մարտին։ Միշտ եղել ես։ Եթե ես չլինեի, դու դեռ կլինեիր հավերժական երկրորդ տեղում, միշտ քո քրոջ ստվերում, միշտ փորձելով հաճոյանալ մի մոր, ով երբեք քեզ չի գնահատել։ Ինչպես ես համարձակվում։ Մարինեն մի քայլ առաջ արեց, բայց Ելենան բռնեց նրան։ Թող նա շարունակի։ Ես ուզում եմ ամեն ինչ լսել։ Պատրիցիան այժմ անկառավարելի էր, տարիների դառնությունը դուրս էր հոսում։ Ես ներքից եմ եկել, Ելենա։ Ես մեծացել եմ առանց ոչնչի, տեսնելով իմ մորը, իրեն նվաստացնելիս սեղանին ուտելիք դնելու համար։ Երբ հանդիպեցի Մարտինին, ես հնարավորություն տեսա ունենալու այն անվտանգությունը, որը երբեք չեմ ունեցել։ Բայց դուք երբեք ինձ իսկապես չեք ընդունել, չէ՞։ Միշտ ինձ վերաբերվել եք որպես օտարի, նրա, ով բավականաչափ լավը չէր Վարդանյան ընտանիքի համար։ Որովհետև դու երբեք չես սիրել իմ որդուն, հանգիստ ասաց Ելենան։ Դու սիրել ես ազգանունը, ընկերությունը, փողը։ Մարտինը պարզապես միջոց էր նպատակի հասնելու համար։ Դա ճիշտ չէ։ Մարտինը բողոքեց։ Բայց նրա ձայնը թույլ էր։ Ճիշտ չէ։ Ելենան նայեց նրան։ Ուրեմն ասա ինձ, Մարտին, երբ էր վերջին անգամ, որ Պատրիցիան հետաքրքրություն ցուցաբերեց քո նկատմամբ, առանց ընկերությանը ներգրավելու։ Երբ էր վերջին անգամ, որ նա քեզ աջակցեց մի բանում, որը չէր օգուտ բերում նրա դիրքին։ Մարտինը նայեց Պատրիցիային, հաստատում փնտրելով, բայց տեսավ մի բան, որը վերջապես ստիպեց նրան հասկանալ։ Նրա աչքերում սեր չկար, կար հաշվարկ։ Գործընկերություն չկար, կար մանիպուլյացիա։ Պատրիցիա, շշնջաց նա, ասա, որ դա ճիշտ չէ։ Ասա, որ սիրում ես ինձ։ Պատրիցիան երկմտեց, այդ երկմտանքի մեջ ամբողջ ճշմարտությունը բացահայտվեց։ Նա հասկացավ, որ բարդվել է, որ դիմակը լիովին ընկել է։ Սերը հարուստների համար պատրանք է, ասաց նա վերջապես, նրա ձայնը դառն էր։ Դուք կարող եք թույլ տալ ձեզ սիրել, որովհետև անվտանգություն ունեք։ Ես չունեի այդ շռայլությունը։ Ես արեցի այն, ինչ պետք էր անել գոյատելու համար։ Ելենան կարեկցանքի մի ցավ զգաց, չնայած ամեն ինչին։ Պատրիցիա, ես հասկանում եմ, թե որտեղից ես եկել։ Հասկանում եմ վախը, անապահովու թյունը։ Բայց դու սխալ ճանապարհ ընտրեցիր։ Կարող էիր կառուցել ինչ-որ իսկական բան, նվաճել քո տեղը աշխատանքով, ազնվությամբ։ Դրա փոխարեն, դու ընտրեցիր դավաճանությունը։ Որովհետև ազնիվ ճանապարհը շատ երկար է տում։ Պատրիցիան գոռաց։ Եվ մինչ ես սպասում էի, Մարինեն այնտեղ էր Փարիզում, կատարյալ դուստրը։ Եվ դու այստեղ էիր, անձեռնմխելի մայրապետը։ Որտեղ էր իմ տեղը։ Որտեղ էր իմ հնարավորությունը։ Քո տեղը քո ամուսնու կողքին էր, որպես իսկական գործընկեր, պատասխանեց Ելենան։ Քո հնարավորությունը ամեն օր էր, յուրաքանչյուր ընտրության մեջ, որ դու անում էիր։ Բայց դու ընտրեցիր դյուրանցումը, դյուրանցումները միշտ գին ունեն։ Դոկտոր Նազարյանը, ով մինչ այդ լուռ էր մնացել, կոկորդը մաքրեց։ Տիկին Վարդանյան, կարծում եմ, որ իմ ծառայություններն այլս անհրաժեշտ չեն։ Ես կհեռանամ։ Լավ միտք է, ասաց Ելենան։ Եվ դոկտոր Նազարյան։ Ես առաջարկում եմ, որ վերանայեք ձեր ստուգման մեթոդները։ Գործն ընդունել առանց մեղադրանքները պատշաճ կերպով հետաքննելու կարող է արժանալ ձեր լիցենզիան։ Փաստաբանը շտապ դուրս եկավ, թողն ելով միայն ընտանիքին։ Մարտինը դեռ նայում էր Պատրիցիային, արցունքները սկսում էին հոսել նրա դեմքից։ Այս ամբողջ ժամանակ, շշնջաց նա, այս ամբողջ ժամանակ դու ինձ օգտագործում էիր։ Ես քեզ պաշտպանում էի։ Պատրիցիան վերջին անգամ փորձեց։ Պաշտպանում էի քեզ մի ընտանիքից, որը երբեք քեզ չի գնահատել։ Ոչ, Մարտինը վերջապես գտավ իր ձայնը։ Դու ինձ պաշտպանում էիր ինքս ինձնից։
ինձ թույլ, կախված, անապահով պահելով։ Որովհետ ուժեղ Մարտինը քեզ կարիք չէր ունենա։ Ելենան որդուն դիտում էր ցավի հպարտության խառնուրդով։ Առաջին անգամ տարիներ շարունակ Մարտինը հստակ տեսնում էր ճշմարտությունը։ Պատրիցիա, Ելենան ամրությամբ ասաց, դու այս գիշեր դուրս կգաս այս տնից։ Կվերցնես միայն քո անձնական իրերը։ Վաղը իմ փաստաբանները կկապվեն քեզ հետ բաժանման գործընթացի վերաբերյալ։ Դուք չեք կարող ինձ վռնդել։ Պատրիցիան փորձեց բողոքել։ Կարող եմ, անում եմ։ Սա իմ տունն է։ Եվ դու այլս ողջունելի չես այստեղ։ Մարտինը ոչինչ չասաց, պարզապես շրջեց դեմքը, երբ Պատրիցիան նայեց նրան, աջակցություն փնտրելով։ Նա հասկացավ, որ Յովին պարտվել է։ Շատ լավ, ասաց Պատրիցիան, դժվարությամբ ինքն իրեն հավաքելով։ Բայց դուք կզղջաք։ Ես գիտեմ այս ընտանիքի գաղտնիքները։ Ես կարող եմ։ Կարող ես ինչ։ Մարինեն միջամտեց։ Մեզ սպառնալ։ Մենք ունենք այն ամենի բոլոր ապացույցները, ինչ դու արել ես։ Խարդախության փորձ, փաստաթղթերի մանիպուլյացիա, կաշառք։ Եթե որևէ բան փորձես, ես երաշխավորում եմ, որ քո համար շատ ավելի վատ կավարտվի։ Պատրիցիան նայեց մեկից մյուսին, հասկանալով, որ նա անկյուն է քաշվել։ Առանց այլս ոչինչ ասելու, նա դուրս եկավ գրասենյակից։ Նրանք լսեցին նրա արագ քայլերը, բարձրանալիս աստիճաններով, դարակների բացվելու ձայնը, ճամպրուկների քաշվելը։ Մարտինը փլվեց աթոռին, հեկեկալով։ Մայրիկ, ես շատ եմ ցավում։ Ես այնքան հիմար էի։ Ելենան մոտեցավ, ձեռքը դրեց նրա ուսին։ Դու մանիպուլյացիայի էիր ենթարկվել, Մարտին։ Քո անապահովությունները շահագործվել էին։ Բայց դու նա ընտրություններ արեցիր։ Սխալ ընտրություններ։ Ես գիտեմ։ Նա նայեց նրան, կարմիր աչքերով։ Ինչպես կարող եք ինձ ներել։ Ներելը չի նշանակում մոռանալ։ Նշանակում է վերակառուցելու հնարավորություն տալ։ Բայց դու պետք է կատարես աշխատանքը, Մարտին։ Պետք է նայես քո ներսը, հասկանաս, թե ինչու էր այդքան հեշտ քեզ մանիպուլ յացիայի ենթարկել։ Մարինեն նույնպես մոտեցավ։ Մարտին, դու միշտ իմ եղբայրն ես եղել։ Մենք միշտ ընտանիք կլինենք։ Բայց դու պետք է մեծանաս։ Պետք է դադարես արտաքին հաստատում փնտրել գտնես քո սեփական ուժը։ Նա գլխով արեց, դեռ լաց լինելով։ Ես կանեմ։ Ես խոստանում եմ, որ կփորձեմ։ Կես ժամ անց Պատրիցիան իջավ երկու մեծ ճամպրուկներով։ Նրա դեմքը առանց դիմահարդարման էր, բացահայտելով մեկին, ով շատ ավելի երիտասարդ խոցելի էր, քան թվում էր։ Կարճատ պահով Ելենան տեսավ այն վախեցած աղջկան, որը նա եղել էր, այն երեխային, ով մեծացել էր առանց անվտանգության։ Պատրիցիա, կանչեց Ելենան, երբ նա պատրաստվում էր դուրս գալ։ Ես հույս ունեմ, որ դու կգտնես այն, ինչ փնտրում ես։ Բայց հույս ունեմ նա, որ դա կգտնես ազնիվ ձով։ Պատրիցիան չպատասխանեց։ Նա պարզապես դուրս եկավ դռնից, անհետանալով Երանի գիշերվա մեջ։ Երբ նրանք մենակ մնացին, երեքը նստեցին հյուրասենյակում։ Լուսինեն տաք թեյ բերեց, առաջին անգամ օրեր շարունակ տունը կարծես նորից շունչ քաշեց։ Ինչ է հիմա լինում, մեղմորեն հարցրեց Մարտինը։ Հիմա, պատասխ։ Անեց Ելենան, մենք վերակառուցում ենք։ Ընկերությունը, ընտանիքը, վստահությունը։ Դա հեշտ չի լինի, ժամանակ կպահանջի։ Բայց մենք միասին կանենք։ Մարինեն բռնեց մոր ձեռքը։ Միասին։ Ինչպես միշտ պետք է լիներ։ Մարտինը նայեց իր կյանքի երկու ամենակարևոր կանանց։ Այս բոլոր տարիներին ես կարծում էի, որ պետք է մրցակցեմ ձեզ հետ։ Բայց իրականում, պարզապես պետք է սովորեի ձեզանից։ Ելենան ժպտաց առաջին անգամ օրեր շարունակ։ Երբեք ուշ չէ սովորելու համար, որդիս։ Երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Դրսում Երան քաղաքը շարունակում էր իր կատաղի գիշերային կյանքը։ Բայց այնտեղ, այդ առանձնատան ներսում, մի ընտանիք սկսում էր բուժվել, կտոր առ կտոր, պահ առ պահ։ Ճանապարհը երկար կլիներ, բայց առաջին անգամ ամիսներ շարունակ հույս կար։
Հաջորդ օրերը դանդաղ, բայց մշտական վերակառուցման էին, Ելենան վերադարձավ գրասենյակ, նորոգված լիազորությամբ, հանդիպելով յուրաքանչյուր բաժնի հետ, վերահաստատելով իր ղեկավարությունը, աշխատակիցները, ովքեր լուրեր էին լսել, բայց չգիտեին, թե կոնկրետ ինչ էր կատարվել, թեթացած զգացին, տեսնելով հիմնադրամի ամրությունը, Մարինեն որոշեց երկարացնել իր կացությունը, անորոշ ժամանակով հետաձգելով Փարիզ վերադարձը, առավոտյան նա Ելենան վերանայում էին ֆինանսական հաշվետվությունները, չեղարկելով այն փոքր փոփոխությունները, որոնք Պատրիցիան գաղտնիորեն իրականացրել էր, կեսօրին նրանք միասին աշխատում էին նոր նախագծերի վրա, վերականգնելով այն սիներգիան, որը միշտ ունեցել էին, Մարտինը իր հերթին տարբեր էր, ավելի հանգիստ, ավելի մտածկոտ։ Նա շուտ էր գալիս գրասենյակ մնում ուշ, բայց ոչ թե տպավորելու համար, այլ սովորելու, նա դիտում էր, թե ինչպես էր Ելենան բանակցություններ վարում, ինչպես էր որոշումներ կայացնում, ինչպես էր հավասարակշռում ամրությունը կարեկցանքի հետ, Պատրիցիայի հեռանալուց մեկ շաբաթ անց Ելենան Մարտինի հետ հանդիպում նշանակեց իր գրասենյակում։ Նա մտավ երկմտանքով, դեռ ուսերին կրելով մեղքի բեռը, նստեք, Մարտին։ Նա հնազանդվեց, նստելով սեղանի դիմացի աթոռին, ես ուզում եմ խոսել ապագայի մասին, սկսեց Ելենան։ Ընկերությունում, ընտանիքում, ձեր դերի մասին։ Մարտինը խոնարհեց հայացքը, մայրիկ, ես հասկան։ Ում եմ, եթե դուք ուզում եք ինձ հեռացնել բիզնեսից, ես դրան արժանի էի։ Դա այն մասին չէ, թե ինչին ես արժանի։ Դա այն մասին է, թե ինչ կարող ես դառնալ։ Ելենան առաջ թեքվեց։ Մարտին, դու լուրջ սխալներ ես թույլ տվել։ Թույլ տվիր, որ քեզ մանիպուլյացիայի ենթարկեն, դավաճանեցիր իմ վստահությունը։ Բայց ես նա քո մեջ տեսնում եմ մի բան, որը քո հայրը ուներ։ Սխալներից սովորելու, ոտքի կանգնելու կարողություն։ Մարտինը զարմացած բարձրացրեց աչքերը, հայրիկը սխալներ թույլ տվել է։ Շատ։ Ելենան թեթակի ժպտաց։ Երբ մենք սկսեցինք ընկերությունը, Ռոբերտը մի քանի վատ որոշումներ կայացրեց։ Վստահեց սխալ մարդկանց, շտապ ներդրումներ կատարեց։ Բայց նա սովորեց։ Յուրաքանչյուր սխալ նրան ավելի իմաստուն էր դարձնում։ Ես դա չգիտեի։ Որովհետև դուք միայն հաջողակ Ռոբերտին եք տեսել, կայացած պատրիարքին։ Չեք տեսել այն անապահով երիտասարդին, որ նա եղել է։ Չեք տեսել այն գիշերները, որ նա անքուն էր անցկացնում, կասկածելով ինքն իրեն։ Մարտինը մարսեց այդ տեղեկատվությունը, հորը նոր հեռանկարից տեսնելով։ Իսկ դուք, տիկին, դուք նույնպես կասկածում էիք։ Միշտ։ Ելենան հենվեց աթոռին։ Յուրաքանչյուր մեծ որոշում ինձ սարսափեցնում էր։ Ամեն անգամ, երբ հանդիպման ժամանակ հակադրվում էի ձեր հորը, ներսից դողում էի։ Բայց ես սովորեցի, որ ինքն իրեն կասկածելը թուլություն չէ։ Դա զգուշություն է։ Խնդիրն այն է, որ կասկածը ձեզ կատվածահար է անում կամ խոցելի է դարձնում մանիպուլյացիայի նկատմամբ։ Ինչպես Պատրիցիան արեց ինձ հետ։ Այո։ Նա բացահայտեց քո անապահովությունները, սնուցեց դրանք։ Բայց Մարտին, այդ անապահովությունները գոյություն ունեին նրանից առաջ։ Դու միշտ զգացել ես, որ պետք է ինչ-որ բան ապացուցես, որ բավականաչափ լավը չես։ Դա որովհետև ես երբեք չեմ եղել։ Մարինեն միշտ ավելի լավն է եղել ամեն ինչում։ Ավելի խելացի, ավելի ստեղծագործ, ավելի։ Ամեն ինչ։ Ելենան խորը հառաչեց։ Մարտին, դա քո Ռոբերտի ամենամեծ սխալն էր։ Դուք միշտ համեմատել եք։ Բայց Մարինեն ճարտարապետ է։ Դու կառավարիչ ես։ Դրանք տարբեր տաղանդներ են, ոչ ավելի լավ կամ վատ։ Բայց հայրիկը միշտ ավելի շատ էր գովում նրան։ Որովհետև նա ավելի բաց էր ցույց տալիս իր հաջողությունները։ Դու միշտ ավելի զուսպ ես եղել։ Քո հայրը չգիտեր, թե ինչպես հասնել քեզ։ Եվ ես չկարողացա կամուրջ կառուցել ձեր երկուսի միջ։ Մարտինը զգաց, թե ինչպես են արցունքները այրում իր աչքերը։ Ես պարզապես ուզում էի, որ նա հպարտանար ինձնով։ Եվ նա հպարտանում էր։ Ելենան վեր կացավ, մոտեցավ որդուն, ձեռքերը դնելով նրա ուսերին։ Մահվանից առաջ նա ինձ ինչ ասաց։ Որ վստահ էր, որ դու մեծ ղեկավար կլինես։ Որ պարզապես ժամանակ էր պետք հասունանալու, իր սեփական ձայնը գտնելու համար։ Նա դա ասել է։ Ասել է։ Եվ ես հավատում եմ, որ նա ճիշտ էր։ Բայց դու պետք է ներքին աշխատանք կատարես, Մարտին։ Պետք է դադարես արտաքին հաստատում փնտրել, կառուցես քո սեփական անվտանգությունը։
Ինչպես դա անեմ։ Ելենան վերադարձավ իր աթոռին։ Նախ, դու թերապիա կանցնես։ Ես գտել եմ հիանալի հոգեբան, ով աշխատում է ընտանեկան կորպորատիվ հարցերի հետ։ Երկրորդ, դու ընկերությունում կստանձնես սեփական նախագիծ։ Մի բան, որը լիովին քոնը լինի, որտեղ դու որոշումներ կկայացնես կկրես հետանքները։ Մարտինը ուղղեց կեցվածքը, հետաքրքրված։ Ինչ տեսակի նախագիծ։ Մենք մտածում ենք ընդլայնվել դեպի մարզեր։ Գյումրի, Վանաձոր, Էջմիածին։ Դու կղեկավարես այդ ընդլայնումը։ Կհավաքես թիմերը, կբանակցես հողատարածքների շուրջ, կվերահսկես շինարարությունները։ Դա մեծ պատասխանատվություն է։ Այո։ Եվ դու սխալներ կանես։ Վատ որոշումներ կկայացնես։ Բայց ես Մարինեն այստեղ կլինենք, ուղղորդելու, ոչ թե վերահսկելու։ Դու սովորում ես անելով, ոչ թե դիտելով։ Մարտինը զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել։ Անկեղծ հույս, որը հիմնված չէր արտաքին հավանության վրա, այլ աճի իրական հնարավորության վրա։ Ես ընդունում եմ։ Եվ մայրիկ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ինձանից չհրաժարվելու համար։ Դու իմ որդին ես։ Երբեք քեզնից չէի հրաժարվի։ Այդ գիշեր, ճաշի ժամանակ, մթնոլորտը տարբեր էր։ Լուսինեն պատրաստել էր հիանալի սնկով ռիզոտո, երեքը ուտում էին, խոսելով թեթ թեմաների շուրջ։ Մարինեն պատմում էր Փարիզից պատմություններ, Մարտինը կիսվում էր մարզային նախագծի մասին գաղափարներով, Ելենան ուշադիր լսում էր հարցեր տալիս։ Ճաշից հետո Մարինեն առաջարկեց, որ նրանք զբոսնեն այգում։ Գիշերը զով էր, աստղերը տեսանելի էին Երանի մաքուր երկնքում, ինչը հազվադեպ էր։ Գիտեք, ասաց Մարինեն քայլելիս, ես չէի հասկանում, թե որքան էի կարոտել այստեղը, մինչ չվերադարձա։ Դու չես ուզում վերադառնալ Փարիզ, հարցրեց Մարտինը։ Ուզում եմ, ի վերջո։ Իմ կյանքն այնտեղ է։ Բայց ես հասկացա, որ կարող եմ ավելի լավ հավասարակշռել։ Աշխատել ժամանակի մի մասը այստեղ, մի մասը այնտեղ։ Ավելի ներկա լինել։ Ելենան բռնեց դստեր ձեռքը։ Ես շատ կցանկանայի դա։ Իսկ դու, Մարտին, հարցրեց Մարինեն, ինչպես ես հաղթահարում ամեն ինչ։ Պատրիցիայի, փոփոխությունների հետ։ Նա մտածեց, նախքան պատասխանելը։ Տարօրինակ է։ Մի կողմից, ես հսկայական դատարկություն եմ զգում։ 5 տարի եմ անցկացրել նրա հետ։ Մյուս կողմից, ես ինձ ավելի թեթ եմ զգում, կարծես մի բեռ է հանվել իմ ուսերից։ Դու սիրում էիր նրան, մեղմորեն հարցրեց Մարինեն։ Մարտինը դադարեց քայլել, նայելով երկնքին։ Կարծում էի, որ այո։ Բայց հիմա հասկանում եմ, որ այն, ինչ ես զգում էի, կախվածություն էր։ Նա ինձ ուժեղ էր զգացնում, մինչդեռ իրականում ինձ թուլացնում էր։ Իսկական սերը քեզ ուժեղացնում է, ոչ թե նվազեցնում։ Դա շատ հասուն ընկալում է, ասաց Ելենան։ Նրանք շարունակեցին քայլել, անցնելով ձմեռային այգով, որտեղ Ռոբերտը սովորաբար հոգում էր իր օրխիդեաների մասին։ Բույսերը դեռ այնտեղ էին, որոշները թառամած, խնամքի բացակայության պատճառով։ Մենք կարող ենք սա վերակենդանացնել, հանկարծ ասաց Մարտինը։ Հայրիկի այգին։ Մենք կարող ենք այն վերադարձնել։ Ելենան զգաց, թե ինչպես է հուզմունքը սեղմում իր կոկորդը։ Քո հայրը կսիրեր դա։ Մենք կարող ենք միասին անել, առաջարկեց Մարինեն։ Ընտանեկան նախագիծ։ Հաջորդ շաբաթներին այգին դարձավ նրանց ընդհանուր ապաստարանը։ Ամեն շաբաթ առավոտյան 3-ը միասին աշխատում էին, ծաղկունք անելով, ջրելով, վերատնկելով։ Նրանք խոսում էին անցյալի մասին, մարսում հին ցավերը, կառուցում նոր հիշողություններ։ Ելենան հասկացավ, որ վերջապես անցնում էր սուգը։ Ոչ թե Ռոբերտի կորստի ցավն անհետացել էր, այլ նա գտել էր այն կրելու միջոց, առանց դրանից սպառվելու։ Եվ այդ բուժման մի մասը գալիս էր երեխաների հետ վերամիավորվելուց, այն կապերը վերակառուցելուց, որոնք ժամանակը հանգամանքները մաշեցրել էին։ Պատրիցիայի հեռանալուց 1 ամիս անց Մարտինը մտավ Ելենայի գրասենյակ, մարզային ընդլայնման մանրամասն առաջարկով։ Դա 50 էջ էր շուկայի վերլուծության, ֆինանսական կանխատեսումների, մարքեթինգային ռազմավարությունների, նա աշխատել էր օր ու գիշեր, բայց արդյունքը տպավորիչ էր։ Ելենան ուշադիր կարդաց ամեն ինչ, լուսանցքներում նշումներ անելով, երբ նա ավարտեց, հպարտությամբ նայեց որդուն, հիանալի է, Մարտին։ Իրոք հիանալի։
Ես Ռոբերտին եմ տեսնում այս ռազմավարություններից շատերում։ Բայց նա քեզ եմ տեսնում, քո փական ձայնը, քո օրիգինալ գաղափարները։ Մարտինը ժպտաց, բայց դա այլ ժպիտ էր։ Ոչ թե անհանգիստ ժպիտը, ով հավանություն է փնտրում, այլ վստահ ժպիտը, ով գիտի, որ լավ աշխատանք է կատարել։ Ես ունեմ որոշ առաջարկներ ճշգրտումների համար, շարունակեց Ելենան, բայց ընդհանուր առմամբ ես հաստատում եմ նախագիծը։ Դու սկսում ես հաջորդ շաբաթ։ Շնորհակալություն, մայրիկ։ Ինձ մի շնորհակալվիր։ Դու դա նվաճել ես։ Այդ կեսօրին Ելենան մեկ այլ կարևոր հանդիպում ուներ։ Դոկտոր Թավրոսյանը, բժիշկը, ով համաձայնել էր կեղծ եզրակացություն տալ, խնդրել էր խոսել նրա հետ։ Ելենան համաձայնեց ընդունել նրան գրասենյակում Մարինեի ներկայությամբ որպես վկա։ Բժիշկը հասավ տեսանելիորեն ամաչած, բանակը ձեռքին։ Ելենա, շնորհակալություն ինձ ընդունելու համար։ Ես արժանի չէի։ Ոչ, չէիք արժանի։ Բայց ես հետաքրքրված եմ լսելու, թե ինչ ունեք ասելու։ Դոկտոր Թավրոսյանը նստեց, նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Ես թույլ էի։ Պատրիցիան ինձ մոտ եկավ համոզիչ պատմությամբ։ Ասաց, որ դուք իսկապես տառապում եք, որ հրաժարվում եք օգնությունից, որ ընտան։ Իքը հուսահատ էր։ Եվ նա ինձ շատ գումար առաջարկեց մի ժամանակ, երբ ես ֆինանսական խնդիրներ ունեի։ Ուրեմն դուք վաճառեցիք ձեր մասնագիտական անարատությունը 15,000 դրամով։ Ես գիտեմ։ Եվ ես այստեղ եմ գումարը վերադարձնելու իմ բժշկական լիցենզիան հանձնելու համար։ Ես արժանի չեմ շարունակելու պրակտիկան։ Ելենան երկար պահ դիտեց նրան, դոկտոր Թավրոսյան, դուք իմ ընտանիքին խնամել եք 15 տարի։ Այդ ամբողջ ընթացքում լավ բժիշկ եք եղել։ Մի սխալը, որքան էլ լուրջ լինի, չի ջնջում ամբողջ կարիերան։ Բայց ես դավաճանեցի ձեր վստահությունը։ Դավաճանեցիք։ Եվ դա հետանքներ կունենա։ Դուք այլս չեք լինի Վարդանյան ընտանիքի բժիշկը։ Բայց ես ձեզ չեմ բողոքարկի բժշկական խորհրդին։ Փոխարենը, ես ուզում եմ, որ դուք օգտագործեք այս փորձը, այլս երբեք թույլ չտալու ձեզ կոռումպացվել։ Եվ ուզում եմ, որ դուք գումարը վերադարձնեք, ոչ թե ինձ, այլ բարեգործական կազմակերպությանը։ Դոկտոր Թավրոսյանի աչքերում արցունքներ կային։ Ելենա, ես չգիտեմ, թե ինչ ասեմ։ Ասեք, որ սովորել եք։ Ասեք, որ ավելի լավը կլինեք։ Ես կլինեմ։ Ես խոստանում եմ, որ կլինեմ։ Երբ նա դուրս եկավ, Մարինեն հիացմունքով նայեց մորը։ Դուք անհավանական եք, գիտեք։ Մարդկանց մեծ մասը կոչնչացներ նրան։ Մարդկանց ոչնչացնելը ոչինչ չի կառուցում, Մարինե։ Ես ուզում էի, որ նա սովորեր, ոչ թե ոչնչացվեր։ Ի դեպ, դա մի դաս է, որը ես ինքս եմ սովորում։ Երբեմն լավագույն վրեժը մարդկանց ավելի լավը լինելու հնարավորություն տալն է։ Ինչպես դուք անում եք Մարտինի հետ։ Ինչպես անում եմ բոլորիս հետ։ Այս փորձությունը մեզ ցույց տվեց մեր թուլությունները, բայց նա հնարավորություն տվեց ամրապնդել դրանք։ Այդ գիշեր Ելենան առաջին անգամ երազեց Ռոբերտի մասին, առանց լաց լինելու արթնանալու։ Երազում նրանք այգում էին, ծաղկող օրխիդեաների մեջ։ Նա ժպտում էր նրան, այն ժպիտը, որը նրան գրավել էր տարիներ առաջ։ Դու լավ ես, ասաց նա երազում։ Դու միշտ ավելի ուժեղ էիր, քան կարծում էիր։ Ես կարոտում եմ քեզ, պատասխանեց նա։ Ես գիտեմ։ Բայց դու ընտանիք ունես, որը քո կարիքն ունի։ Եվ դու նրանց կարիքն ունես։ Թույլ մի տուր, որ կատարվածը մշտական սպիներ ստեղծի։ Բուժիր, ներիր, Արունակիր առաջ։ Երբ արթնացավ, Ելենան մի խաղաղություն զգաց, որը ամիսներ շարունակ չէր զգացել։ Նա վեր կացավ, մոտեցավ պատուհանին, նայելով այգուն, որտեղ այդքան շատ էին աշխատել։ Օրխիդեաները նորից սկսում էին ծաղկել, դիմացկուն գեղեցիկ, հենց ինչպես Վարդանյան ընտանիքը։ 3 ամիս էր անցել այն գիշերվանից, երբ Պատրիցիան լքել էր առանձնատունը, գարունը հասել էր Երան, իր հետ բերելով ծաղիկներ նորացում։ Ելենան իր գրասենյակում էր ընկերությունում, երբ Լուսինեն զանգահարեց, նրա ձայնը հուզված էր։ Տիկին Ելենա, մի աղջիկ կա այստեղ, ով ուզում է խոսել ձեզ հետ, ասում է, որ շտապ է։ Ով է, նա չուզեց ասել անունը, բայց ասաց, որ դուք կուզենաք լսել նրան։ Ելենան հոնքերը կնճռեց։
Հետաքրքրված, լավ, խնդրեք նրան սպասել սենյակում, ես 20 րոպեից կլինեմ այնտեղ։ Տունդարձի ճանապարհին Ելենան մտածում էր, թե ով կարող է լինել, երբ հասավ, գտավ մոտ 25 տարեկան մի երիտասարդ կնոջ նստած սենյակում, նյարդայնացած, նա վեր կացավ։ Հենց որ Ելենան մտավ, տիկին Վարդանյան, շնորհակալություն ինձ ընդունելու համար, իմ անունը Կամիլա է, Կամիլա Հարությունյան, ազգանունը ծանոթ թվաց, բայց Ելենան չկարողացավ հիշել, թե որտեղից, նստեք, խնդրում եմ, ինչով կարող եմ օգնել ձեզ, Կամիլան խորը շունչ քաշեց, ես Պատրիցիայի զարմուհին եմ, նրա քրոջ դուստրը, Ելենան զգաց, թե ինչպես է ստամոքսը սեղմվում, բայց պահպանեց ինքնատիրապետումը, հասկանում եմ, եւ ինչն է ձեզ բերել այստեղ, ես եկել եմ ներողություն խնդրելու իմ ընտանիքի անունից, աղջիկը արագ խոսում էր, կարծես կրկնել էր, երբ մենք իմացանք, թե ինչ արեց Պատրիցիան, սարսափեցինք, ես մեծացել եմ լսելով նրա պատմությունները, թե որքան դժվար էր մեր մանկությունը, բայց երբեք չէի պատկերացնում, որ դա նրան կտանի այդքան սարսափելի բան անելու, դուք կարիք չունեք ներողություն խնդրելու նրա արարքների համար, ես գիտեմ, բայց ես պետք է, որ դուք իմանաք, որ մենք բոլորս այդպիսին չենք, Կամիլան պայուսակից ծրար հանեց, Պատրիցիան սա ինձ թողեց մինչ հեռանալը, ասաց, որ ես ձեզ հանձնեմ, եթե երբե համարձակություն ունենամ, Ելենան վերցրեց ծրարը, զգալով դրա ծանրությունը, ինչ է սա, ես չգիտեմ, նա թույլ չտվեց ինձ կարդալ, բայց ասաց, որ կարոր է, Կամիլայի հեռանալուց հետո Ելենան մենակ մնաց սենյակում, նայելով ծրարին, նրա մի մասը ուզում էր այն դեն նետել, առանց բացելու, բայց հետաքրքրությունը հաղթեց, նա զգուշորեն բացեց այն մի քանի թուղթ հանեց։ Դա նամակ էր, գրված ձեռքով, Պատրիցիայի ձեռագրով, Ելենա, սկսվում էր նամակը, մինչ սա գրում եմ, ես Արելյան թաղամասում բարձակալած փոքր բնակարանում եմ, հեռու կենտրոնից, հեռու շքեղությունից, վերադարձած իմ ակունքներին։ Ես շատ եմ մտածել վերջին օրերին, այն մասին, թե ինչ եմ արել, թե ով եմ դարձել, դուք ամեն ինչում ճիշտ էիք։ Ես չէի սիրում Մարտինին։ Կամ գոնե, ոչ այնպես, ինչպես պետք է։ Ես սիրում էի այն, ինչ նա ներկայացնում էր, այն անվտանգությունը, որը նա առաջարկում էր։ Երբ երեխա էի, մայրս 3 աշխատանք էր անում մեզ պահելու համար։ Ես տեսնում էի ուրիշ երեխաների գեղեցիկ հագուստներով, խաղալիքներով, արձակուրդներով։ Եվ երդվեցի, որ երբ մեծանամ, այլս երբեք դրանց միջով չեմ անցնի, երբ հանդիպեցի Մարտինին, ես տեսա իմ հնարավորությունը։ Նա քնքուշ էր, խոցելի, կատարյալ, ձավորվելու համար։ Գիտեմ, որ սա սարսափելի է խոստովանել, բայց ես պետք է ազնիվ լինեմ գոնե մեկ անգամ։ Յուրաքանչյուր քնքուշ ժեստ, որ ես անում էի, հետում ուներ հաշվարկ։ Աջակցության յուրաքանչյուր խոսք ուներ նպատակ, բայց ահա մի բան, որը երբեք ոչ ոքի չեմ խոստովանել, անգամ ինքս ինձ մինչ հիմա։ Այս 5 տարիների ընթացքում ինչ-որ պահի ամեն ինչ փոխվեց։ Ես սկսեցի իրական բան զգալ նրա նկատմամբ։ Ես սկսեցի անկեղծորեն հոգ տանել։ Եվ դա ինձ սարսափեցրեց։ Որովհետև իրականում զգալը նշանակում էր խոցելի լինել, իսկ խոցելիությունը մի բան էր, որը ես երդվել էի երբեք թույլ չտալ, ուստի ես ավելի խորացա պլանի մեջ։ Ես ինձ համոզեցի, որ Մարտինին պաշտպանում եմ, որ լավագույնն եմ անում մեր երկուսիս համար։ Բայց իրականում, ես ինքս ինձ էի պաշտպանում։ Ես պահպանում էի վերահսկողությունը, որովհետև վերահսկողությունը կորցնելը նշանակում էր դիմակայել իմ իրական զգացմունքներին, դրանք սարսափելի էին, դուք ինձ տեսաք այնպիսին, ինչպիսին էի, Ելենա։ Դուք տեսաք բոլոր դիմակների միջով։ Եվ իմ մի մասը ձեզ ատում է դրա համար։ Այս ավելի մեծ մասը ձեզ հիանում է։ Դուք այն ամենն եք, ինչ ես կցանկանայի լինել։ Ուժեղ, առանց դաժան լինելու։ Վճռական, առանց մանիպուլյատիվ լինելու։ Առաջնորդ, ով ներշնչում է իրական հավատարմություն, որը հիմնված չէ վախի կամ շահի վրա, ես ներողություն չեմ խնդրում։ Ես արժանի չեմ։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ չնայած ամեն ինչին, ես ինչ-որ բան սովորել եմ։ Ես սովորեցի, որ ստերի վրա կառուցված անվտանգությունը իրական անվտանգություն չէ։ Ես սովորեցի, որ վերահսկողությունը նույնը չէ, ինչ ուժը։ Եվ ես սովորեցի, չափազանց ուշ, որ իրական սերը մարդկանց ավելի լավն է դարձնում, ոչ թե ավելի թույլ, հոգ տարեք Մարտինի մասին։ Նա ավելի լավն է, քան ես արժանի էի։ Եվ ասեք նրան, որ չնայած ամեն ինչին, եղել են իրական պահեր։ Քիչ, բայց եղել են, Պատրիցիա, Ելենան ավարտեց նամակը կարդալը հակասական զգացմունքներով, բարկություն այն բանի համար, ինչ արել էր Պատրիցիան, կարեկցանք այն վախեցած երեխայի հանդեպ, որ նա եղել էր, թեթություն, որ ամեն ինչ ավարտվել էր։ Եվ փակման տարօրինակ զգացում, նա զգուշորեն ծալեց նամակը դրե։
Այն իր գրասեղանի փակ դարակում, մի օր միգուցե նա կցույց տար այն Մարտինին, բայց ոչ հիմա, նա պետք է նախ ավարտեր բուժվելը, այդ գիշեր ընտանիքը հավաքվեց ճաշելու, Մարտինը հուզված եկավ մարզային նախագծի մասին նորություններ բերելով։ Կարողացա փակել Գյումրիի հողատարածքի գործարքը, բանակցությունները դժվար էին, բայց արժեր։ Դա կատարյալ վայր է։ Ելենան ժպտաց։ Շնորհավորում եմ, որդիս։ Ես հպարտ եմ քեզնով։ Եվ ավելին կա, շարունակեց Մարտինը, նրա հուզմունքն ակնհայտ էր։ Ճարտարապետը, ում մենք վարձել էինք, ներկայացրեց նորարարական նախագիծ։ Արային մարտկոցներով շենքեր, անձրաջրերի հավաքման համակարգեր, ինտեգրված կանաչ տարածքներ։ Դա իսկապես կայուն ձեռնարկություն կլինի։ Մարինեն, ով մեկ շաբաթ առաջ Փարիզից վերադարձել էր մեկ այցելության համար, ծափահարեց։ Ֆանտաստիկ է, կարող եմ նայել նախագծին։ Միգուցե կարող եմ որոշ գաղափարներով նպաստել։ Իհարկե, իրականում ես պատրաստվում էի առաջարկել, որ դու պաշտոնապես միանաս նախագծի թիմին։ Մարինեն նայեց Ելենային, ով գլխով արեց ժպիտով։ Կարծում եմ, հիանալի միտք։ Դուք երկուստ միասին աշխատելով, համատեղելով ձեր տաղանդները։ Ես կսիրեի, ասաց Մարինեն։ Դա կարող է կամուրջ լինել իմ Փարիզի կարիերայի ընտանեկան բիզնեսում իմ մասնակցության միջ։ Ճաշի ընթացքում նրանք աշխույժ զրուցեցին ապագա պլանների, ընկերության, ընտանիքի մասին։ Զրույցը բնականորեն էր հոսում, առանց այն լարվածությունների չասվածների, որոնք նախկինում կախված էին սեղանի վրա։ Ճաշից հետո Ելենան նրանց տարավ գրասենյակ։ Նստեց այն աթոռին, որը Ռոբերտինն էր, նայեց իր երկու զավակներին։ Ես կարևոր բան ունեմ քննարկելու ձեզ հետ։ Վարդանյան ինկորպորացիաների ապագայի մասին։ Մարտինը Մարինեն նայեցին միմյանց, հետաքրքրված։ Ես շատ եմ մտածել վերջին ամիսներին, շարունակեց Ելենան։ Առաջնորդության ժառանգության այն մասին, թե երբ է ժամանակը գավազանը փոխանցելու։ Ես հիմա թոշակի չեմ անցնի, բայց պետք է սկսեմ պլանավորել անցումը։ Մայրիկ, դուք դեռ շատ տարիներ ունեք առջում, բողոքեց Մարինեն։ Ունեմ, հույս ունեմ։ Բայց կատարվածը ինձ ցույց տվեց, որ մենք պետք է պարզություն ունենանք ապագայի վերաբերյալ։ Ահա իմ առաջարկը։ Հաջորդ 5 տարիներին ես կաշխատեմ ձեր երկուսի հետ լիակատար գործընկերությամբ։ Ոչ որպես ղեկավար, այլ որպես մենթոր։ Մարտինը կզբաղվի ընդլայնմամբ գործառնություններով։ Մարինեն՝ դիզայնով կայունությամբ։ Ես կվերահսկեմ ընդհանուր ռազմավարությունը ներդրողների հետ հարաբերությունները։ Իսկ այդ 5 տարիներից հետո, հարցրեց Մարտինը։ Հետո դուք ստանձնում եք որպես համանախագահներ։ Միասին։ Ոչ մեկը մյուսի վրա, այլ որպես հավասարներ, յուրաքանչյուրը բերելով իր ուժեղ կողմերը։ Մարինեն վեր կացավ գրկեց մորը։ Դա պատիվ կլիներ։ Մարտինի աչքերում արցունքներ կային։ Մայրիկ, ես չգիտեմ, թե արդյոք պատրաստ եմ դրան։ Պատրաստ չես։ Դեռ։ Ելենան ժպտաց։ Բայց կլինես։ Եվ գիտես ինչու։ Որովհետև այս անգամ դու ոչ ոքի ոչինչ չես փորձում ապացուցել։ Դու պարզապես ինքդ քեզ ես, աճում ես քո սեփական տեմպերով։ Հաջորդ ամիսներին ընտանիքի դինամիկան շարունակեց զարգանալ։ Մարտինը սկսեց պարբերաբար թերապիա անցնել, դանդաղորեն քանդեց այն անապահովությունները, որոնք այդքան երկար էր կրում։ Սովորեց գնահատել իր սեփ ական ձեռքբերումները, առանց դրանք ուրիշների հետ համեմատելու։ Մարինեն որոշեց իր ժամանակը բաժանել Փարիզի Երանի միջ 6 ամիս յուրաքանչյուր վայրում։ Նա Երանում արբանյակային գրասենյակ բացեց, կապելով իր երկու աշխարհները։ Ելենան, իր հերթին, նոր հավասարակշռություն գտավ։ Նա շարունակում էր ակտիվ լինել ընկերությունում, բայց նա թույլ տվեց իրեն հանգստի պահեր։ Նա վերսկսեց հին հոբբիները, ինչպիսիք են նկարչությունը, ընթերցանությունը։ Նա սկսեց հաճախել զգացող մարդկանց աջակցության խումբ, որտեղ վերջապես կարողացավ լիովին մարսել Ռոբերտի կորուստը։ Մի կեսօր, դեպքերից 6 ամիս անց, Ելենան այգում էր, հոգ տանելով օրխիդեաների մասին, երբ Լուսինեն կանչեց նրան։ Տիկին Ելենա, ձեզ զանգահարում են։ Պատրիցիան է։ Ելենան զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Նա մի քանի վայրկյան լուռ մնաց, որոշելով կպատասխանի, թե ոչ։ Կարող եք միացնել գրասենյակին։ Նա մտավ, փակեց դուռը, խորը շունչ քաշեց, նախքան պատասխանելը։
Ալո։ Ելենա։ Պատրիցիայի ձայնը տարբեր էր հնչում, ավելի մեղմ, ավելի քիչ հաշվարկված։ Շնորհակալություն պատասխանելու համար։ Ինչ ես ուզում, Պատրիցիա։ Ոչինչ։ Այսինքն, ոչինչ չեմ ուզում ձեզանից։ Պարզապես ուզում էի ասել, որ թերապիա եմ սկսել։ Եվ աշխատում եմ, ազնիվ աշխատանքով։ Դա շքեղ չէ, բայց իմն է։ Ուրախ եմ դա լսելու համար։ Եվ ուզում էի ներողություն խնդրել։ Իրոք, այս անգամ։ Ես ներողություն չեմ սպասում, բայց պետք է որ դուք իմանաք, որ ես հասկանում եմ այն բանի լրջությունը, ինչ արել եմ։ Ելենան փակեց աչքերը, մարսելով բառերը։ Պատրիցիա, ես չգիտեմ, թե արդյոք երբել լիովին կներեմ ձեզ։ Այն, ինչ դուք արել եք, շատ ցավ է պատճառել։ Բայց ես հույս ունեմ, որ դուք կգտնեք խաղաղություն, կկառուցեք իսկական կյանք, հիմնված ազնվության վրա։ Դա այն ամենն է, ինչ կարող եմ խնդրել։ Դադար եղավ։ Ինչպես է Մարտինը։ Նա լավ է։ Աճում է, սովորում է, դառնում է այն մարդը, ով միշտ ներուժ ուներ լինելու։ Ուրախ եմ։ Նա դրան արժանի է։ Անջատելուց հետո Ելենան մի քանի րոպե լուռ մնաց գրասենյակում։ Հետո բացեց դարակը, հանեց Պատրիցիայի նամակը։ Նա նորից կարդաց բառերը, դրանք նոր լույսի ներքո տեսնելով։ Միգուցե, ի վեր։ Ջո, հույս կար Պատրիցիայի համար։ Ոչ թե որպես Վարդանյան ընտանիքի մաս, այլ որպես մարդ, ով գտնում էր իր սեփական ճանապարհը։ Հաջորդ կիրակի օրը ընտանիքը հավաքվեց այգում խորովածի համար։ Մարտինը խորովածի մոտ էր, Մարինեն աղցաններ էր պատրաստում, Ելենան սեղանն էր դասավորում։ Լուսինեն խմիչքներ էր բերում, ծիծաղելով Մարինեի ասածի վրա։ Այգին գեղեցիկ էր, օրխիդեաները ծաղկում էին իրենց ամբողջ փառքով։ Արը վառ, բայց հաճելի էր շողում, մեղմ քամին շարժում էր ծառերի տերները։ Կենաց, հայտարարեց Մարինեն, բաժակը բարձրացնելով։ Ընտանիքի կենացը։ Նոր սկիզբների կենացը։ Ճշմարտության կենացը։ Ճշմարտության կենացը, արձագանքեցին Մարտինը Ելենան։ Մինչ ուտում էին խոսում, Ելենան շուրջը նայեց խորը երախտագիտություն զգաց։ Նրանք անցել էին սարսափելի փոթորիկի միջով։ Նրանց դավաճանել էին, փորձարկել, գրեթե ոչնչացրել։ Բայց նրանք գոյատել էին։ Ավելին, նրանք ավելի ուժեղ էին դարձել։ Ռոբերտը դա այլ կերպ կաներ։ Միգուցե։ Բայց նա այնտեղ չէր, նա ստիպված էր գտնել իր սեփական ճանապարհը։ Եվ ինչ ճանապարհ էր դա։ Լի ցավով, բայց նա աճով։ Լի դավաճանությամբ, բայց նա ներողությամբ։ Լի կորուստներով, բայց նա վերամիավորումներով։ Ժառանգությունը, որը նա կթողներ իր երեխաներին, ոչ միայն բարգավաճող ընկերություն էր։ Դա այն դասն էր, որ ընտանիքը կառուցվում է ճշմարտությամբ, ոչ թե կատարելությամբ։ Որ ուժը գալիս է դիմակայած խոցելիությունից, ոչ թե ժխտված թուլությունից։ Որ իրական սերը մարտահրավեր է նետում, ուղում բարձրացնում, ոչ թե պարզապես մխիթարում։ Մայրիկ, կանչեց Մարտինը, ինչի մասին եք մտածում։ Ելենան ժպտաց, նայելով իր երկու զավակներին, այգուն, որը նրանք միասին վերակենդանացրել էին, տանը, որը նորից շունչ էր քաշում։ Ես մտածում եմ, որ մենք այստեղ գեղեցիկ բան ենք կառուցել։ Ոչ միայն ընկերություն կամ հարստություն, այլ իսկական ընտանիք։ Անկատար, այո։ Բայց իսկական։ Եվ դա ամենաթանկ ժառանգությունն է, որը ես կարող եմ թողնել։ Մարինեն Մարտինը նայեցին միմյանց, ժպտացին։ Նրանք վեր կացան, գրկեցին մորը, երեքը միացած սիրո շրջանակում, որը փորձարկվել էր, կրակով դուրս էր եկել ավելի ուժեղ։ Դրսում երան քաղաքը շարունակում էր իր կատաղի ռիթմը։ Բայց այնտեղ, այդ այգում, այդ ընտանիքում, խաղաղություն կար։ Ճշմարտություն կար։ Հույս կար։ Եվ ամենից առաջ, սեր կար։ Այնպիսի սեր, որը կառուցում է, որը բուժում է, որը մնում է։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ելենայի, Մարտինի, Մարինեի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Այս պատումը մեզ հիշեցնում է, որ իրական ընտանիքները բախվում են իրական մարտահրավերների, բայց իրական սերը, ճշմարտությանը դիմակայելու քաջությունը կարող են հաղթահարել նույնիսկ ամենացավալի դավաճանությունները։ Եթե այս պատմությունը ձեզ հետ արձագանքեց, խնդրում ենք բաժանորդագրվել մեր ալիքին, չկորցնելու համար մեր պատրաստած հուզիչ պատմություններից որևէ մեկը։ Թողեք ձեր լայքը, եթե հավատում եք ներման ընտանեկան
վերակառուցման ուժին և մեկնաբանություններում պատմեք մեզ։ Դուք երբ բախվել եք մի իրավիճակի, որտեղ ստիպված եք եղել ընտրել դժվար ճշմարտության հարմարավետ ստի միջ, ինչպես անցավ ձեր ճանապարհը, մենք շատ կցանկանայինք լսել ձեր փորձառությունները։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նոր պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունը, ներման ուժը, իրական ընտանիքի ուժը, այսպիսի ավելի շատ բովանդակության համար սեղմեք ձախ կողմում բացահայտեք մեր հատուկ երգացանկը, նույնքան հուզիչ պատմություններով։ Մի մոռացեք ակտիվացնել զանգակը։ Ծանոթվելու համար ամեն անգամ, երբ նոր պատմություն հրապարակենք, շնորհակալություն այս հուզական ճանապարհորդության ընթացքում մեզ ուղեկցելու համար, մինչ հաջորդ պատմությունը։